Ընտրությունների արդյունքից բնականաբար գործ չենք Չեք կարողացել ի վերջո ժողովրդին համոզել։ մեզ տրված ձայները ամենակուռ ձայներն են։ Սուսինա, Աննա, հաճելի է շատ։ Հաճելի համեցեք։ Դիմադիրների կողմից ընտրակաշառքի բաժանման դեպքեր են արձանագրվել։ Ժողովրդի մի հատվածին ասում են իմ քվեները 100% օրգանիկ են, ընդդիմության ստացած քվեները 100% կաշառք։ Օրինակ ներքին հանդում, տեղ գյուղում Փաշինյանը ավելի շատ ձայն է հավաքել։ Դա ինձ համար ամենածանր հարցերից մեկն է։ Եթե այդ ընտրությունները կեղծված են, ինչի միանգամից փողոցային պայքար չեք սկսել։ Նիկոլ Փաշինյանն էլ ավելի հեշտ լուծումը տեսնում է, որպեսզի հենց ընդդիմադիր հիմնական շերտը դուրս գա եւ միանգամից գլխատում տեղի ունենա։ Երկու նախասիրություն ամեն դեպքում ունեմ։ Մեկը թենիս խաղալն է, մեծ թենիս, եւ լեռներ բարձրանալ, բնություն լեռներ։ Վերջի լեռը որն է եղել։ Դե մշտականը խոստոցն է, իհարկե։ Կան հասարակությունում շերտեր, որոնք որ Ռոբերտ Քոչարյանի գործոնով գնացին եւ ընտրեցին իշխանություններին։ 26 թվականին այդ գործոնը գրեթե մինիմալ էր հավասարեցված։ Իմ քայլում, երբ որ որպես պատգամավորի տեխնացու ընդգրկվեցիք, այնտեղ գրեթե բոլորի կարծում են, որ մարտի 1-ի գործով գլխավոր մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է։ Ես այդ ժամանակ շատ այդ բանի խոսույթ այդ պատժելու ես դրա կրողը չեմ եղել։ Ռոբերտ Քոչարյանը ինչի չկարողացավ այնպես բանակցել, որ Արցախյան կոնֆլիկտը ունենա հանգուցալուծում եւ չունենանք սեպտեմբերի 27։ Մենք էլ պատասխանատվությունը գնանք 20 տարի առաջվա բանակցողների վրա դնենք, որ ինչ լինի։ Ես շատ եմ սիրել իմ ուսուցչի աշխատանքը, երեխեքի հետ շփումը։ Իսկ դասարանն ու արժան շատ են տարբեր։ Դասարանը շատ ավելի կազմակերպված է։ Շատ նախագծեր չեն եղել հենց ձեր համահեղինակությամբ կամ հեղինակությամբ։ Շատ վատ պատգամավոր է, որպես օրենսդիր։ Նախկինում Gmail SP-ի 50% բաժնեմասն եք ունեցել։ Աննա Գրիգորյանի հեկերը, իմ ջոց ասում եմ, որ իմ աչքերի մեջ ունեք, հեկեր կտեսնեք։ Ասում եք, որ ձեր ամուսնու այդ ընկերությունում աշխատել ինչ որ ժամանակավոր բնույթ է, բայց մինչև հիմա ինքը դեռ այդ ընկերության տնօրեն է։ Ես վստահ եմ, որ դա տեխնիկական ինչ-որ բան է։ 5 տարի անց կառաջադրվեք վարչապետի տեխնաց։ Իսկ ես իրավունք ունեմ այդ հարցին չպատասխանել։ Infocom-ի եթերում Ctrl+Z-ն է, մենք շարունակում ենք քաղաքական հարցազրույցների շարքը, որպեսզի ձեզ ջենզիների համար մի փոքր ավելի հետաքրքիր դարձնենք քաղաքականությունը։ Այսօրվա մեր հյուրն է ուսուցիչ, թենիսի ու լեռնագնացության սիրահար, Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինձ երբեք այդքան գեղեցիկ չէ ներկայացրել, շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Գրիգորյան, ձեզ որ ընդունեցիք առաջարկը։ Սիրով։ Տիկին Գրիգորյան, ընտրությունների արդյունքներից պիտի որ գոչը լինեք ենթադրում ենք, որովհետև որ համեմատենք 2021 թվականին 21% էիք մոտավորապես հավաքել, իսկ այս ընտրություններին մոտավորապես կրկնակի քիչ, պիտի որ գոչը լինեք։ Ինչի մասին է տվյալները խոսում։ Մենք ընտրությունների արդյունքից բնականաբար գործ չենք, բայց ոչ թե այն պատճառով, որ 21-ին 20%-ից ավել ենք, հիմա մոտ 10% ենք, այլ այն պատճառով, որ իշխանափոխություն տեղի չի ունեցել։ Այսինքն խնդիրն այն չէ, թե մենք քանի տոկոսը կզբաղեցնենք ընդհանուր բաժնի մեջ, խնդիրն այն էր, որ իրականացվեր իշխանափոխություն, դա էր հիմնական նպատակը ամբողջ հիմնական քաղաքական ընդդիմադիր դաշտի համար։ Բայց այստեղ պետք է նաև արձանագրել այն մասսայական ընտրախախտումները, որ տեղի են ունեցել, այն մթնոլորտը, որտեղ անցկացվել են ընտրությունները, համատարած վախի մթնոլորտ է եղել։ Մարդկանց սպառնացել են ուղիղ թիվ 1 քաղաքական գործիչը, երկրի ղեկավարը սպառնացել է, ասում է, եթե ես չստանամ սահմանադրական մեծամասնություն, լինելու է պատերազմ։ Բայց ես ուզում եմ ձեզ ասել, որ ամբողջ քարոզարշավի ընթացքում, որպեսզի իմ պնդումը ավելի առարկայական դարձնեմ։ Մեր քարոզարշավի ընթացքում ինձ տարբեր հատկապես մարզերում մոտենում էին կանայք, մայրեր, ում որդիները կամ բանակում էին, կամ պետք է նոր գնային բանակ ու ասում էին, որ իրենք ընդհանրապես տեսնել չեն ուզում Նիկոլ Փաշինյանին, բայց մտավախություն ունեն, որտեղ շատ վստահ է ասում, որ պատերազմա լինելու, եթե ինքը սահմանադրական մեծամասնություն չստանա։ Հիշում եք, այն կտորը կա, որ ոչ թե միայն չհաղթենք, այլ հենց սահմանադրական մեծամասնություն, այսինքն այնքան վստահությամբ էր դա ասում, շատերի մոտ, շատ, ես կանանց մայրերի մասը հաստատ եմ ասում, այդ վախի մթնոլորտը ձևավորվեց։ Բայց օրինակ ընդդիմությունն էլ իր հերթին կարելի ասել այդ նույն քաղաքացիների էմոցիոնալ դաշտի վրա էր խաղում, ասելով օրինակ, որ այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիներ են գալիս, չեք կարծում, որ ոնց որ թե ընդդիմություն, թե իշխանությունը մեծ հաշվով հանրության էմոցիոնալ դաշտի վրա խաղացել են նաև այդ վախի մթնոլորտը ստեղծելով։ Ես կարող եմ մեր մասով ասել, մեր հիմնական շեշտադրումը ինքնությունն էր եւ թույլ չտալ, որ Հայաստանը իր բովանդակությամբ փոխվի եւ դառնա արևմտյան Ադրբեջան։ Դա մեր հիմնական թեզն էր, որը բոլոր հիմնավորումներն ուներ, որովհետեւ երբ է Հայաստանը իր բովանդակությամբ փոխվում, երբ որ խոսվում է մեր պատմության ձևափոխման մասին, մեր նույնիսկ սարերի ընկալումների մասին, Արարատը, որ այլևս մեր ինքնության մասը չպետք է լինի Արագածը, կարծես թե
ինքնությունը կամ խորհրդանիշները նշանակովի կոմպոնենտներ են եւ ոչ թե պատմությունից եկած։ Երբ որ Սահմանադրությունն ասում է, որ պետք է Ալիևի պատվերով փոխվի եւ այլն եւ այլն, եւ սրանք հորինած բաներ չեն, սրանք իրողություններ են, որոնց մենք առերեսվել են։ Կամ ամբողջ քարոզարշավի ժամանակ մի նախադասություն կա, որ ինձ երևի ամենաշատ նախոցել է տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված, որ Արցախյան հերոսամարտը ճակատագրական սխալ էր։ Այսինքն հազարավոր տղաներ գնացել են իրենց կյանքը տվել են Արցախի համար, հիմա այդ մարդն ասում է դա ճակատագրական սխալ է։ Ու ես գիտեք զուգահեռաբար շատ թեթև ֆորմատ է իհարկե, բայց չեմ կարող էլի, երբ որ խոսում ես չես կարող այդ էմոցիոնալ կոմպոնենտը թողնել մի կողմ։ Պատերազմների ընթացքում, նույնիսկ վերջին 44 օրյա պատերազմի ընթացքում հավանաբար տեսել եք կադրեր, երբ ադրբեջանցիները ատրճանակը դրած մեր տղաների գլխին ասում են ասեք Ղարաբաղը Ադրբեջան է։ Տեսել եք, չէ՞ որ տղաները հրաժարվում են, որից հետո իրենց սպանում են։ Հիմա տղեկը գնացել են իրենց կռիվը տվել են Արցախի համար, մեր պետականության համար։ Այս մարդիկ ասում են դա սխալ է եղել, սովորական ճակատագրական սխալ։ Մեր պայքարը դրա դեմ է եղել, որ մեր պատմությունը չխեղաթյուրվի, այլ հերոսությունը, պայքարը, հաղթանակը ընկալվի որպես պայքար ու հաղթանակ։ Շատ լավ, ձեր պայքարը լայն հանրության կողմից չի ընկալվել 5 տարիներ շարունակ, փորձել եք իշխանափոխության որոշ ձևեր անել, հա, ասենք փողոցային պայքարից, ազգային ժողով եւ այլն, բայց չեք կարողացել ի վերջո ժողովրդին համոզեք, որ դուք եք այն ուժը, որը պիտի դառնա իշխանություն։ Շատ լավ, մենք մեր ծրագրով գնացել ենք, ստացել ենք այնքան աջակցություն, որ այս ամբողջ ընտրախախտումների հետևանքով հնարավոր է ստանալ։ Ես կարծում եմ, անհամեստություն չի հնչում եւ ուրիշներին պիտակավորելու որևէ ցանկություն չունեմ, բայց կարծում եմ հատկապես մեծ դրված ձայները ամենագաղափարական, ամենակուռ ձայներն են համոզմունքով մեր պետականության վերաբերյալ եւ պետականության բովանդակության վերաբերյալ։ Հիմա երբ որ ասում ենք ստեղծված է որոշակի կոնյունկտուրա քաղաքական այս պահին, որտեղ այսօրվա գործող իշխանությունը նույնիսկ 50 գումարած 1 չի ստացել։ Դա էլ այն պարագայում, երբ արվել է համատարած այնպիսի process-ներ, որի հետևանքով իրենք իրապես ակնկալում են համանդրական մեծամասնություն։ Տեսեք, ընտրություններից 6 ամիս առաջ 5 տարվա իշխանություն են, 6 ամիս առաջ թոշակների բարձրացում։ Հիմա կասեն դե նորմալ է, չէ՞, թոշակները մեր ծրագրի մեջ էր թոշակների բարձրացումը, այդ բարձրացումը իրականացրել ենք։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ մենք բյուջե ենք հաստատում։ Մենք ազգային ժողովը հաստատում է բյուջե, որով նախատեսում է որոշակի ծրագրերի իրականացում։ Մենք որպես ընդդիմություն այդ բյուջեի քննարկման ժամանակ ասում ենք թոշակները պետք է բարձրացնել։ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ հերիք այդ պոպուլիստական հայտարարություններով հանդես գանք 10,000 դրամը բարձրացնում ենք, ինչ լինի եւ այլն եւ այլն։ Եվ հետո հասկանալով, որ դա վատ ազդեցություն է ունեցել հատկապես իր հիմնական ընտրազանգվածի վրա, այն էլ թոշակառուների վրա, ինքը գնաց այդ քայլին թոշակը բարձրացնելու։ Ու մենք միջև այսօր չգիտենք դա որտեղից է, որովհետեւ բյուջեն հաստատված է, բյուջեում ներառված չի այդ թոշակների բարձրացումը։ Բայց իսկ կարծում եմ կտոր հագնող ռեսուրսի մասին, որ խոսում եք, շատ լավ արձանագրում եք, որ օրինակ վարչական ռեսուրսի ենթադրյալ խախտումներ են եղել կամ չարաշահումներ են եղել, բայց օրինակ չեք խոսում այն մասին, որ օրինակ դատախազությունը եւ իրավապահները հայտարարություններ էին տարածում, որ օրինակ ընդդիմադիրների կողմից ընտրակաշառքի բաժանման դեպքեր են արձանագրվել եւ այդ դեպքերը շատ բազմաթիվ են։ Այս մասով ինչ որ արձագանք չունեք, այսինքն երբ որ անհանգստություն էլ չունեք, որ ընդդիմությունը հենց ընտրակաշառքը բաժանել։ Տեսեք, ես այնտեղ ուղղակի մի կոմպոնենտ ասացի, թե ոնց է ձևավորվել այսօրվա կոնյունկտուրան, այսինքն ձայների հարաբերակցության դասավորվածությունը ինչու է այսպես ստացվել։ Վախի կոմպոնենտի մասին խոսեցի, հանրային բյուջեի տեղաբաշխումը ընտրություններից առաջ եւ այլն, դուք էլ հարցնում եք, թե բա ինչու նրա մասին չենք խոսում։ Նախ Հայաստանի ասում ենք, չէ՞, որ նախ մեր խնդիրը հիմնականում իշխանության խնդիրների բարձրաձայնումն է, իրենք իսկապես տերոր են իրականացրել ամբողջ ընտրաշավի ընթացքում համատարած ձերբակալություններ, այս քննչականի եւ դատախազության կողմից հնչեցված բաները, ձայնագրությունները, նախ ակնհայտ է, չէ՞, որ մենք վստահություն չունենք ամբողջությամբ այդ համակարգի վրա, հաշվի առնելով, որ օրինակ ամիսներ չէ, ուղիղ 1 տարի առաջ հավանաբար կհիշեք Սրբազան շարժումը ուժեղ թափ էր առել, չէ 24 թվականին էր եւ Բագրատ Սրբազանին կալանավորեցին, մեր գործընկեր Արտուր Սարգսյանին կալանավորեցին ուշադիր ահաբեկչության կազմակերպման փորձի համար։ Պատկերացնում եք, ինչ ծանրագույն հոդվածը, դրանից ավելի ծանր չգիտեմ ինչ հոդված կարող է լինել։ Հիմա 18-ից
16-ը ընդհանրապես ազատության մեջ են, հանգիստ պատտվում են։ Եթե դու մարդուն ահաբեկչության մեջ ես կասկածում, դու չես կարող իրան հանգիստ թողնել։ Իսկ այսօրվա անդրադառնալների մասին եք ուզում խոսել։ Բայց ես դրանել անդրադառնալ։ Անպայման եմ անդրադառնալ, բայց ես կապն եմ ուզում տալ, որ հավատ չկա այդ ձայնագրությունների եւ քննչականի եւ մյուսների կողմից հնչեցված մեղադրանքների նկատմամբ։ Եթե 1 տարի առաջ 18 հոգու մեղադրում էին ահաբեկչության մեջ, դա վստահաբար հիշում եք, ոնց էին ձայնագրությունները տարբեր օրերի ձայնագրված բաները կցմցել էին, իբր պատրաստվում էին մարդկանց գյուլել եւ այլն, հետո պարզեց, որ այդ ամեն ինչը փուչիկ է։ Այսինքն Հայաստան խմբակցության անունից հերքում եք, որ ընտրակաշարքա բաժանվել։ Առաջինը ես ուզում եմ ասել, որ վստահություն չունենք, երբ որ դուք աստիկ տարածում են եւ այլն, ես առաջին իմ պնդումն այն է, որ վստահություն չունենք այն ամեն ինչի նկատմամբ, ինչ անում է այսօր իրավապահ համակարգը։ Ոչ մի ձայնագրության նկատմամբ, օրինակ, եթե նույնիսկ կան ձայնագրություններ, որ եթե նույնիսկ կոնտեքստից կտրենք, կստացվի հստակ, թե ինչի մասին է, հա, խոսք օրինակ համար քանի ձայնով է բերելու կամ ընտրակաշարքի այդ գումարների մասին, ընդհանրապես ոչ մի գործի պահով բացառում եք, որ կարող է ճշմարտություն լինել։ Ես քանի որ ունենք մենք փորձ նման իրավիճակների, երբ որ դատախազը գալիս էր ազգային ժողով, նարեկ ես ուզում եմ, որ սա մենք ես ենթադրություններ չեմ անում կամ որպես ընդդիմադիր падգամավոր չեմ ասում։ Ես ասում եմ, որտեղ այդ փորձը ունենք։ Դատախազը, գլխավոր դատախազը Աննա Վարդապետյանը գալիս է ազգային ժողով, որպեսզի թույլտվություն վերցնի ազգային ժողովից մեր գործընկեր Արտուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։ Եվ ասում է, որ Արտուր Սարգսյանը աստղիկներ պետքա գտներ, աստղիկներ է գտել, չգիտեմ ինչի արել, որպեսզի մեքենաների տակ գցեն, մեքենաների ակերը պայթեն, չգիտեմ եւ այլն եւ այլն։ Հարցնում ենք որտեղ են աստղիկները, ասում են աստղիկները կա, մենք հիմա ընթացքի մեջ ենք, գտնում ենք, միջև այսօր մի հատ աստղիկ չի գտնվել։ Եվ այդ ձայնագրությունների պատմությունը բոլորս գիտենք։ Հիմա առաջին իմ կանխավարկածն այն է, որ իսկապես մենք վստահություն չունենք։ Երկրորդը, քանի որ ինձ հետ եք խոսում որպես Հայաստան Դաշնքի ներկայացուցիչ, ես չեմ կարող պատասխան տալ մնացած բոլոր դեպքերի համար։ Մեր մասով մի բառացիորեն մի քանի դեպք կա, որոնցից մեկը սպիտակում տեղի ունեցածն է, որտեղ ձայնագրության իմաստն այն է, որ մեր ներկայացուցիչներից մեկը, այսինքն մեր մեծ թիմի անդամներից մեկը զրույց է ունենում գումարի վերաբերյալ, բայց ինչ կոնտեքստում ինքը իր տանը թե որտեղ շինարարություն է իրականացվում եւ իր ռեմոնտչիկի կներեք էլի վերանորոգում իրականացնողի հետ ասում է որ ինչ որ բան է պայմանավորվում հետո դատարանը դա լսում է մարդկանց չեն կալանավորում ոչ մի խնդիր չի առաջանում բայց այդ առաջին բումը գնաց որ տեսեք, sense փողի զրույց կա։ Հաջորդը մեր գործընկեր Աշոտ Սիմոնյանի հետ կապված է։ Պարզվում է, որ Աշոտ Սիմոնյանը մի քանի տարի առաջ հովանավորել է հստակեցում է մի քանի տարի առաջ հովանավորել է, որ հուշարձան պետքա կառուցվի, գումարը հատկացրել եւ այլն, ու դրա մասին զրույցը սարքել են այսօրվա վերաբերող ընտրակաշարքի բաժանման թեմա։ Հիմա իհարկե այդ բոլոր հնչողությունները ստանում են, փորձում են այդ ֆոնը ստեղծել, բայց մեր մասով ես կարող եմ վստահաբար պնդրել, որ դա չի եղել, վստահաբար եմ ասում։ Տեսակետը այս մասով հասկանալի է Տիկին Գրիգորյան ժամանակին։ Բայց ներողություն եմ խնդրում։ Ես ուզում եմ, որ մեզ լսող, քանի որ երիտասարդությունն է, մի դեպքում ասում են փողը տվել են, այդ դեպքում ասում են փողը չեն տվել։ Ես ուզում եմ, որ մեզ լսող հատկապես երիտասարդները պատկերացնեն, թե ինչու է սա արվում, ինչ ֆոնի համար է սա արվում։ Նիկոլ Փաշինյանը ամբիոնից Պարզ ասում է, որ իրան դժվար է բացատրել Ալիևին, թե ոնց է համարյա 600,000 մարդ գնացել եւ ընտրել ընդդիմությանը։ Ու ինքը, եթե բառացի չասի, ապա բացելով իր ասածը, ուզում է ասի հետեւյալը. ավելի լավ է ես իմ ժողովրդի մի հատվածին ասեմ, դու կաշառակել ես, քան գնամ Ալիևին ասեմ, որ այսքան մարդ ընդդիմության հայացքները կիսում է։ Ու դրա համար է ինքը փորձում այս ֆոնը ստեղծի։ Ուրիշ իմաստ չկա։ Թե հակառակ դեպքում անթույլատրել է երկրի ղեկավարը հատկապես ընտրվելուց հետո չի կարող ժողովրդի մի հատվածին ասում է իմ քվեները 100% օրգանիկ են, ընդդիմության ստացած քվեները 100% կաշառքով են 600,000 մարդ կաշառակել լիներ։ Ժամանակին ասում եք, որ Սյունիքում, տեղում, ներքին հանդում, երբ որ բնակչությունը հենց ադրբեջանցիների թիրախիտակ է ապրում, Փաշինյանի խաղաղության օրակարգին հավատալը ցինիզմ է, բայց այսօր ընտրությունների արդյունքները ցույց են տալիս ավելի հետաքրքիր պատկեր, որ հենց օրինակ ներքին հանդում, տեղ գյուղում Փաշինյանը ավելի շատ ձայն է հավաքել, Տավուշում, որտեղ անդադ խոսել է կանկլավների մասին եւ ասել է, որ հողեր ու գյուղեր են հանձնում, հենց ԿՊ-ն ամենաշատ ձայները հենց Տավուշում է հավաքել։ Այս թվերի, այս գրանցած արդյունքների մասով ինչ մեկնաբանություն ունեք, զարմանալի չի, որ դուք եթե առաջ ասում եք, եթե խաղաղության օրակարգին հավատալը ցինիզմ է ու մարդիկ, որոնք ապրում են թշնամու թիրախիտակ, ըստ ձեզ, հիմա գնում ընտրում են օրինակ իշխանությանը։ Ես չեմ թաքցնի, որ դա ինձ համար ամենածանր հարցերից մեկն է։ Ես չեմ թաքցնի։
որովհետև հավանաբար ներքին հանդի մասին ընդհանրապես, եթե դուք էլ երբևէ լսած լինեք, ամենայն հավանականությամբ իմ հնչեցրած հարցադրումներից հետո եք լսել։ Որովհետև իսկապես ներքին հանդում մարդիկ չեն կարողանում իրենց հարազատների գերեզմաններին գնալ։ Ադրբեջան օկուպացվել է իրենց տարածքները ու դա չի եղել նախկինների օրոք։ Եղել է Նիկոլ Փաշինյանի օրոք, ավելին ինժեներական աշխատանքներ չեն իրականացվել, ադրբեջանցիները քայլելով եկել են տիրացել են մեր տարածքներին, հետո այդ տարածքներում ինժեներական կառույցներ են կառուցել, հետո այդ հարմար պլացդարմից հարձակվել են նոր տարածքներ են գրավել, այդ ամեն ինչը տեղի ունեցել է իշխանությունների օրոք։ Եվ այո, ինձ համար դժվար հասկանալի է, իհարկե խոնարհաբար ես ընդունում եմ ցանկացած քաղաքացու դիրքորոշում, հատկապես իմ հայրենակիցները կապանում ինչ դիրքորոշում ունեցել են, ես խոնարհաբար որպես ծառա ընդունում եմ իրենց դիրքորոշումը։ Միևնույն ժամանակ ինձ համար դժվար է հասկանալ, որ եթե դու չես կարողանում գնալ քո տղայի, քո ծնողի գերեզմանին ծաղիկ դնել, գիտակցելով որ այս իշխանության անգործությամբ կամ գործունեության հետևանքն են տալ ու գնալ Իրան ընտրել, բայց այնտեղ նաև պետք է ընդունել, որ որոշակի ծրագրեր են իրականացվել, չգիտեմ, տանիք է փոխվել, ինչ որ բան է իրականացվել, այլ բաներ կան։ Բարձա պատասխանը, օրինակ, չգիտեմ, ընդդիմությանը չեմ վստահում, կարող է պատասխանը դրա մեջ է։ Չէ, ես կարծում եմ այլ բաներ կան, այնտեղ տարբեր ծրագրեր են իրականացվել, հատկապես ամանամերձ որոշ բնակավայրերում, չգիտեմ, տանիքների փոփոխությունը, ինչ որ ջրի հետ կապված հարցը, ճանապարհը կառուցվել, այսինքն վերանորոգվել ասֆալտ եւ այլն։ Բայց օրինակ մի հետաքրքիր վիճակագրություն էլ կա տեսանք ընտրությունների արդյունքներով, օրինակ հենց Կապանում որպես ընդդիմություն քաղաքացիական պայմանագրից հետո նշած ձայնը միասնության թվերն է հավաքի, այսինքն ոչ Սամվել Կարապետյանը, ոչ օրինակ Հայաստան Դաշինքից դուք էլ Սյունիքից եկել, դրա համար Կապան օրինակ վերում։ Այստեղ մի հատ ուրիշ բան կար, քանի որ մեր համայնքապետը ոչ թե միասնության թվերը ձայնը հավաքել Արման Թաթոյանի անձի բերումով կամ քաղաքական ուժի բերումով, այլ որովհետև համայնքապետը աջակցում էր եւ մեծ հաշվով այդ տրված ձայները համայնքապետին տրված ձայներ, այսինքն այստեղ մի փոքր այլ սխեմա է աշխատել, քան սովորաբար ամբողջ հանրապետությունով մեկ։ Բայց դրա համար եմ ասում, ես կարծում եմ, որ մեր բոլորի խնդիրը, ընդդիմության խնդիրը ոչ թե որ այսքան ձայն մեկը ավելի ստացել, մեկը ավելի պակաս ստացել, այլ խնդիրն այն էր, որ ընդդիմության համար հնարավորություն չեղավ փոխել իշխանություն գոնե այս նկարած թվերով։ Ճիշտ է, իշխանությունն էլ եթե տեսնում եք ինչ ցնցումների մեջ է, բավականին ագրեսիվ տոնայնությամբ է խոսում, սովորաբար երբ որ դու հաղթում ես ընտրություններում, ներողություն եմ խնդրում, փորձում ես ընդհակառակը ավելի խաղաղ միջավայր ձևավորել ընտրություններից հետո ավելի բոլոր սուրանկյունները հարթել, բայց չէ ինքը ավելի ասրում, որովհետև ինքը չի ստացել իր ցանկացածը, իսկ դա համանդրական մեծամասնությունն է։ Քրեն ձեր դաշինքը այլ ուժերի հետ մեկտեղ համարում է, որ հունիսի 7-ի ընտրությունները կեղծված են։ Ուզում եմ հասկանալ, որպես ընդդիմություն, եթե այդ ընտրությունները կեղծված են, ինչի միանգամից փողոցային պայքար չեք սկսել, հանրահավաք չեք արել։ Հիմա որ տես մտովի փորձում եմ հիշել, օրինակ շատ ավելի վաղ շրջաններում, երբ որ ընդդիմությունը պնդում էր, որ կեղծվել են ընտրությունները, դուրս էին գալիս ցույցի հաջորդ օրը։ Այս պարագայում չկա ընդդիմությունը, օքեյ, համանդրական դատարան ենք դիմում, տեսնենք համանդրական դատարանը ինչ կասի, հետո նոր կհասկանանք ոնց անենք, ինչի այդ պայքարը միանգամից չի սկսվել, եթե կա այդ համոզմունքը, որ ընտրությունները կեղծված են։ Եթե իրավապահներին իմիջիալոց լրացնեմ, եթե ասում եք իրավապահներին չեք վստահում, համանդրական դատարանին եւ այդ համակարգին վստահում եք։ Իմիջիալոց հենց մենք խոսում ենք, այս պահին գնում է համանդրական դատարանում նիստ, առաջին օրն է սկսվել է։ Որ ասեմ 100% անվստահություն կա, բնականաբար չկա, որովհետև հիմնական կազմը ձևավորվել է այս իշխանության օրոք, այսինքն այս իշխանության ներկայացուցիչներն են ընտրել, իսկ սովորաբար ընտրում են մարդկանց, ովքեր որոշակի լոյալություն ունեն իրենց նկատմամբ, այսինքն մեծ ակնկալիքներ չունենք, բայց եւս հնարավորություն է հաշվի ամեն դեպքում մեր երկիրն է, մեր երկրի ինստիտուտներն են եւ փորձում ես գոնե հնարավոր բոլոր մեխանիզմներով անցնել քո իրավունքները պաշտպանելու համար։ Ինչ վերաբերում է փողոցային պայքարի, տեսեք, տարբեր կարծիքներ կան, պետք է միանգամից դուրս գալ թե չէ, այն որ ընտրակեղծիքներ տեղի են ունեցել, այդ 100%-անից է, ու մենք բոլոր փաստեր ունենք դրա հետ կապված։ Վարչական ռեսուրսի կիրառումից մինչև հանրային ֆինանսների չարաշահում եւ այլն, այս բոլոր բաները վախի մթնոլորտ էլ չասեմ, այդ ամեն ինչը փաստագրված գոյություն ունի եւ համանդրական դատարանում ես հույս ունեմ ժամանակ էլ կունենաք մեր բոլոր փաստարկները լսելու եւ դուք ինքներդ կհամոզվեք, իմիջիացիա նաեւ առիթ է, որպեսզի հանրությանը ցույց տանք, բայց նաեւ համանդրական դատարանի կայացրած որոշումից հետո նաեւ
նաև մենք վերջնական գործողությունների մասին կհայտնենք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց տեղի ունեցել որոշակի ցույց, ակցիա, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ գիտակցի իր կարևորությունը, չնայած դրան էլ ամեն դեպքում կայացրեց այն որոշումը, որ իրենց էր հաճելի կայացրել մի ամբողջ քաղաքական թիմին Բարգավաճ Հայաստանին ուղղակի դուրս թողեցին ընտրական process-ից, այսինքն համարեցին, որ 60,000 մարդ, մոտ 60,000 մարդ անիմաստ գնացել է Բարգավաճ Հայաստանին ձայնատվել ու դա պետքա փոշիացվի։ Գրիգորյան, իսկ ձեզ ինչու ձեր ընտրողները դուրս չեկան եւ չբոյկոտեցին, օրինակ բողոքի ակցիաներ չարեցին։ Տեսեք, իրականում այդ բանը կա, որ հենց մարդիկ իրենց են դա անում, սովորաբար դա պետքա քաղաքական ուժերի կազմակերպվածության հարց լինի։ Այստեղ մարդկանց բողոքելու հարց չի, էլի, այսինքն պատասխանատվությունը մարդկանց վրա դնելու կարիք չկա, պատասխանատվությունը մեզանից պետքա, այդ հարցադրումը մեզանից է գալիս, ոչ թե ինչու մարդիկ դուրս չեկան։ Սովորաբար բոլոր ցույցերն էլ, այս անցնող տարիներն էլ դա ցույց են տվել, որ բոլոր քաղաքական պայքարները փողոցում կազմակերպվում են քաղաքական ուժերի կողմից, բայց նաև պետք է այստեղ տեսնել, որ Նիկոլ Փաշինյանն էլ, ինչպես նկատում եք, ավելի հեշտ լուծումը տեսնում է, որպեսզի հենց ընդդիմադիր հիմնական շերտը դուրս գա եւ միանգամից այդտեղ էլ գլխատուն տեղի ունենա, առանց փողոցի պայքարի էլ տեսնում եք ամեն օր առնվազն մեկին նստացում է, երեք Ավետիք Չալաբյանն են նստացրել, մեր Գյումրու ներկայացուցիչ, մեր падգամավորության տեխնացու Կարեն Սիմոնյանի տունն են ներխուժել, միգուցե հետագայում շարունակեն։ Եթե նայեք մեր ցանկերին, հերթով բոլորին բռնում են, այսինքն փողոցային պայքարն այստեղ իսկապես պետք է մի քիչ ավելի հաշվարկված լինի հասկանալու համար դրա հետևանքներն, այսինքն միգուցե սա իր համար հնարավորություն լինի ամբողջությամբ այսպես ընդդիմադիր դաշտը մաքրելու։ Իսկ դուք վստահ եք, որ եթե նոր ընտրություններ լինեն, դուք այդ նոր ընտրությունների արդյունքում ավելի շատ ձայն կհավաքեք։ Մենք պետքա փորձենք դա անել։ Ես հիմա այսպես վստահությամբ, այսպես կամ այնպես պնդումներ չեմ կարող անել, բայց այն որ առաջիկայում հաստատ լինելու են գործընթացներ, պայմանական սահմանադրության փոփոխություն, այլ իրավիճակներ, ես տեսնում եմ, որ նոր քաղաքական այսպես բանը ձևավորվելու է, չասեմ ոչի ճակատ կամ չգիտեմ ինչ, բայց ամեն դեպքում լինելու են քաղաքական գործընթացներ, որտեղ միասնական ընդդիմադիր այսպես ճակատի ձևավորման անհրաժեշտություն եւ համընդհանուր պայքարը լինելու։ Հետեւաբար ռեսուրսների մսխման հարց էլ կա, այլ պետքա ճիշտ կազմակերպել։ Ես ճիշտ եմ ենթադրում ձեր խոսքից, որ ամեն դեպքում դիտարկում եք ընդունել Սամվել Կարապետյանի առաջարկը համախմբվելու։ Իրական այդ առաջարկը եղել է նաեւ մեր կողմից, եթե նկատեք Իշխան Սաղաթելյանը շատ ավելի շուտ հնչեցրել է եւ նախընտրական շրջանում եւ հետընտրական շրջանում, որ պետքա այս հատկապես քաղաքական հետապնդումների մասով որոշակի մեխանիզմ ձևավորվի ընդհանուր միասնական ճակատի, որ օրինակ մեկի հետևից գնում են, պարզ լինի, որ այդ մեկը մի ուժի ներկայացուցիչ չի կամ մի անհատ չի, դա ամբողջ ընդդիմադիր ճակատի համար, այսինքն այդ հակազդեցությունը պետքա ստանա։ Այդ մեկը չէ, նկատի ունեն, հա, ինչ որ մեկի հետևից որ գնում են, հա։ Իսկ ընդդիմադիր ճակատը, տեսնում եք, բազմաշերտ է, բայց այդ բազմաշերտությամբ հանդերձ պետք է լինեն օրակարգեր եւ նպատակներ, որոնք համախմբելու են բոլորին։ Հիմա դրա քննարկումների փուլն է մեծ հաշվով։ Տիկին Գրիգորյան, ես հիշեցի, որ ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ ասում էիք ընդդիմության ամենամեծ սխալներից մեկը այդ սեփական ամբիցիաներին շատ տրվելն է կամ մեծ ամբիցիաներ ունենալն է։ Օրինակ այս ընտրություններին ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանը որոշեցին չմասնակցել ընտրություններին։ Ինչի նույն բանը չարեց Ռոբերտ Քոչարյանը, ու արդյոք օրինակ ձեր ասացի մեջ ամբիցիաների մասով եւ Ռոբերտ Քոչարյանի մասնակցության մասով հակասություն չկա։ Չէ, դուք տրամաբանությունը սխալ բան արեցիք։ Տեսեք, եթե երբ որ Սերժ Սարգսյանը կամ ՀՀԿ-ն չէին մասնակցում ու մենք կարծում ենք, որ դա ճիշտ որոշում էր, որովհետեւ ամեն դեպքում որոշակի նաեւ շեմի հաղթահարման խնդիր կար եւ ձայնի փոշիացման կարող է, չգիտեմ, 10% էր 20%, բայց որոշակի հավանականություն կար։ Մեր մասով այդ հավանականությունը ի սկզբանե չկար, չնայած նրան, որ մի խումբ մարդիկ, ինչպես իշխանությունից, այնպես էլ ընդդիմադիր տարբեր թևերից, ամբողջ քարոզարշավի ընթացքում ասում են Ռոբերտ Քոչարյանը Հայաստան դաշինքը գնում են փոշիացնելու եւ Նիկոլ Փաշինյանն օգնելու։ Լսել եք էլի այդ հիմար թեզերը։ Այսինքն մենք խնդիր չունեինք ձայներ փոշիացնելու, ընդհակառակը կա մեր երկրում ընտրազանգված, կան երկրում մարդիկ, ովքեր իսկապես հենց մեր շուրջ կոնսոլիդացվող մարդիկ են։ Այսինքն, եթե մենք չմասնակցենք, ավտոմատ դա չէր նշանակում, որ մոտ 150,000 մարդ գնալու էր եւ մեկ այլ քաղաքական ուժի ընտրելու։ Կան հասարակությունում շերտեր, որոնք որ Ռոբերտ Քոչարյանի գործոնով գնացին եւ ընտրեցին իշխանություններին, չնայած չէին ուզում։ Նայեք, ես կարծում եմ 21 թվականին այդ գործոնը կար, չեմ կարող ասել ինչքանով կար, բայց կար։
26 թվականին այդ գործոնը գրեթե մինիմալի էր հավասարեցված, որովհետև քաղաքական դաշտում բազմաթիվ էին այլ ընդդիմադիր ճակատները։ Այսինքն այն սուտ թեզը, որ դե տեսեք Քոչարյանն նախկին իշխանության ներկայացուցիչներն եմ գնամ Նիկոլին ընտրեմ, այդ Քոչարյանին չէիք հավանում, մեզ չէիք հավանում, այնտեղ բազմաթիվ այլ քաղաքական ուժեր կան։ Օրինակ նախորդ ընտրությունների ժամանակ ավելի շատ էին ընտրությունները, քան օրինակ այս ընտրությունների ժամանակ եւ կներեք ինչն էր ավելի շատ։ Կուսակցություններն ավելի շատ էին։ 20-ից ավել կուսակցություն կար, էլի 20-26 կուսակցություն կար, այո, ի տարբերություն այս ընտրությունների։ Չնայած բաներ 20 քանիս էին, բայց կար երկու բևեռ ընդգծված։ Մենք էինք եւ իշխանությունը։ Ու մեծ հաշվով հենց այդ երկու ուժն էլ անցել էր խորհրդարան, պատիվ ունեմը այդ օրենքի բերումով, երրորդ ուժի անհրաժեշտության բերումով էր անցել։ Հիմա այդպես չէր։ Կար Սամվել Կարապետյանի ուժը, մեր ուժը եւ տարբեր այլ ուժեր կային, այսինքն հնարավորություն կար ընդդիմադիր դաշտը իսկապես բազմա շերտեր եւ մեզ չհավանելու պարագայում այդ արդեն ռեզոն չէր։ Երբ որ մեկն ասել է, ես իրան չեմ հավանում գնամ Նիկոլ Փաշինյանն ընտրեմ, այդպես չէր, որովհետև չէիր հավանում, կարող էիր ուրիշ տեխնացուների ընտրել։ Բայց այստեղ նաև խնդիր կա, երբ որ ամբիցիաներից ենք խոսում, տեսեք, քանի տոկոսն է փոշիացվել։ Բավականին մեծ թիվ ա եղել։ Եվ եթե օրինակ Արման Թաթոյանը ճիշտ գնահատեր, օրինակ պայմանական հենց ինքը ճիշտ գնահատեր իր հնարավորությունները, իսկ օրինակ մենք ընթացքում տեսնում էինք, որ ինքը չի հաղթահարում շեմը։ Եվ դրա մասին բարձրաձայնումներն ինքը ընկալում էր իր նկատմամբ հարված, բայց իրականությունը դա էր։ Օրինակ ես հիմա շատ ցավում եմ, որ Կապանի իմ հայրենակիցների զգալի հատվածը փոշիացրել է ձայներ հանուն Նիկոլ Փաշինյանի։ Իսկ այդ ձայները ընդգծված ընդդիմադիր էին։ Ես մենակ այդ ձայները փոշիացման մասին կամ ԱԺ խորհրդարան անցնելու մասին չի, չէ՞, երբ որ կուսակցությունը 2%-ից ավել ձայն է հավաքում, իրենք ունենում են այդ ֆինանսավորման հնարավորությունը եւ 2031 թվականին, երբ որ նոր ընտրություններ կազմակերպվեն, մարդիկ հնարավորություն կունենան այդ բյուջեի շուրջ քաղաքական գործունեություն ծավալել։ Իսկ ամեն անգամ երբ որ ասում եք ձայները փոշիացվում, այս էլ մի փոքր մանիպուլյատիվ թեզ չի։ Տեսեք, երկու դիտարկում անեմ։ Նախ մեր օրենսդրությունը, որը ես չեմ կարծում, որ լավն է, նույնիսկ այն պարագայում, երբ որ դու չես համարում, չես հավաքում 50 գումարած 1, դու փոշիացման հաշվին ես դառնում իշխանություն։ Հիմա ընդգծված ընդդիմադիրի համար պետք է վիրավորական լինի, նաև որ իր փոշիացրած ձայների շնորհիվ, եթե հատկապես այդ ձայները զգալի են, ինքը դառնում է, իսկ Նիկոլ Փաշինյանը չի հավաքել, չէ, 50+1-ը։ Եվ երկրորդը, ձեր ասած դիտարկումը, որ ֆինանսավորում է եւ այլ, այդ կարծում եմ կարևոր կոմպոնենտ է, ընդհանրապես քաղաքական դաշտի կայունացման համար դա կարևոր ցուցանիշ է, բայց երբ որ դու գնում ես այն տրամաբանությամբ, որ սա ճակատագրական ընտրություններ են, որ սա Հայաստան, Արևմտյան Ադրբեջանի միջև ընտրություններ են, ու քո ելակետը այն է, որ դու գնաս 2% հաղթարես, գումար ստանաս հետագա ընտրությունների համար, հաստատ դա չի քո ելակետը, չէ՞։ Քո ելակետն է նա ամեն ինչ անես, որպեսզի այս իշխանությունը չլինի։ Իսկ եթե այդ ամեն ինչ անելու ֆոնին դու ձայն ես փոշիացնում, որի մի մասը գնում է իրան դառնում է իշխանություն, այդ հաստատ դրական ելք չի։ Նույնը հիմա օրինակ ես Հայկ Մանուկյանին որպես Կերպար Եվանի ես շատ հավանում եմ ու կարծում եմ իր ընտրողները նաև ընդդիմադիր հայացք ունեցող մարդիկ են եղել, չէ։ Հիմա ցավոք սրտի իր ձայները եւս փոշիացվել են հոգուտ մեծ հաշվով հոգուտ Նիկոլ Փաշինյանի։ Տիգին Գրիգորյան, մեր շրջապատում էլ որ երիտասարդների հետ շփվում էինք, նաև հաղորդումներն էինք նայում, կար էլ երիտասարդների կողմից ձեր հանդեպ ավելի շատ ակնածանք, որ դուք դառնաք վարչապետի տեխնացու եւ այլն, հետաքրքիր է, ոնց որ տեսել եմ, որ էլի պատասխանել եք այս հարցին, որ Հայաստանը կին առաջնորդի պատրաստ չի, բայց ամեն դեպքում ոնց որ դուք հիմա էլ եք կարծում, որ չէիք ուզենա լինել Հայաստան դաշինքի տեխնացուն, որովհետեւ գուցեև շատ երիտասարդներ օրինակ այն ձեր կոմպոնենտով պայմանավորված ձեզ ընտրեին։ Տեսեք, նախ հասկանալի է, չէ՞, այստեղ ցանկության խնդիրը չի միայն Խնդիրը արդյունքի հարցն է, որովհետև իրականում եթե սովորական այլ պայմաններում լինի, կարելի է ցանկացած էքսպերիմենտ անել։ Այս անգամ էլ մեր բանը լինի առաջին համարը լինի կին տեխնացու, կարելի է, բայց երբ որ դու զգում ես, որ ճակատագրական իրավիճակը դու փորձում ես մաքսիմալ կոնսոլիդացիա անել քո ընտրազանգվածի, իսկ մաքսիմալ կոնսոլիդացիան հնարավոր է իրականացնել մեր բոլոր հաշվարկները դա են ցույց տալիս նախագահ Քոչարյանի միջոցով։ Եվ այստեղ մի բան կա, ոչ միայն որ մեր հասարակությունը կին առաջնորդության պատրաստ չէ, ոչ միայն որովհետև մեր ընտրազանգվածը ամենաարագը կոնսոլիդանում է եւ ամենաարդյունավետը կոնսոլիդանում է նախագահ Քոչարյանի շուրջ, բայց այստեղ մի ուրիշ բան էլ կա։ Տեսեք, նաեւ ձեր շրջապատը, ովքեր ինձ պայմանական իմ նկատմամբ համակրանք ունեն եւ այլն։ Արդյոք համակրանքը տրանսֆորմացվում է ՔՎ-ի։ Դա շատ կարևոր է հասկանալը, որտեղ ունենալ համակրանք մեկի նկատմամբ, ու հետո գնալ իրան ընտրել, դրանք տարբեր բաներ են։
Բայց հակակրանքն էլ չէ կարող է տրանսֆորմացվել անտիկվեի։ Անտիկվեի չէ։ Երկու դες բարոյություն անում, բայց ամեն դեպքում։ Համակրանքը ոնց որ առաջին քայլն է, որ օրինակ ուսումնասիրել է այդ քաղաքական կուսակցության գործունեությունը։ Այո, այդտենց համակրանքով, միգուցե իմ նկատմամբ որոշակի համակրանքով, հատկապես չեմ թաքցնի, ես դա երիտասարդության շրջանում որոշակիորեն նկատել եմ։ Երիտասարդությունը նկատում է, հետո փորձում է հասկանալ ինչ ես ասում, խորանում է քաղաքական ուժի պատկերացումների մեջ եւ այլն, ու այդ համակրանքը բերում է ընդհանուր որոշակի դրական ֆոն, բայց ասել, որ միայն դրանով հնարավոր էր այսքան ձայն ապավել 10%, 150,000 մարդ մեր քաղաքական ուժին ձայնա տվել։ Եվ բայց ես շատ հույս ունեմ, որ առաջիկայում, հետագայում ոչ միայն խոսքը իմ մասին չէ իհարկե, բայց որևէ կին իսկապես կկարողանա առաջնորդել Հայաստանի Հանրապետությունը։ Տիկին Գրիգորյան, ուզում եմ հիշեցնել ձեր խոսքը, որ ասացիք օրենսդրությունը այդքան էլ լավ չի։ Մենք ուսումնասիրել էինք ԱԺԿ-ը եւ նաեւ ձեր պատգամավորական գործունեությունը։ Տեսանք, որ մեկ անգամ եք նախաձեռնության համահեղինակ եղել ու մի անգամ էլ հայտարարության նախագծի համահեղինակ եք եղել։ Ուզում եմ նշել, որ իհարկե հասկանում ենք, որ պատգամավորի գործունեության մեջ միայն օրենք գրելը չի, բայց հենց օրենսդիր մարմին է եւ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ են առաջնային ֆունկցիաներից է, էլի պատգամավորի։ Ուզում ենք հասկանալ այս տարիների ընթացքում ինչ որ շատ նախագծեր չեն եղել հենց ձեր համահեղինակությամբ կամ հեղինակությամբ, միթե չունենք տենց օրենքներ, որ փոփոխման ու վերամշակման կարիք չունի։ Պաստոն բանը շատ վատ պատգամավոր է որպես օրենսդիր, բայց տեսեք ոնց է օրենսդրի մարմնում պատգամավորը այո իր առաջնային ֆունկցիաներից է նաև օրենսդրական նախաձեռնությամբ ներկայանալը, օրենքներ փոխելը, մեր հասարակությունը ավելի լավը դարձնել, բայց նաև քաղաքական դեբատներին քաղաքական խոսույթ բերելն է։ Կարծում եմ ես ավելի քաղաքական խոսույթի, ելույթների, հարցադրումների տեսքով եմ իրականացրել իմ հիմնական գործունեությունը։ Ոչ թե որովհետև պատկերացումներ չունեմ, որտեղ ինչ կարելի է փոխել։ Ոչ իհարկե ունեմ, բայց քանի որ մենք փոքրամասնություն ենք այս ազգային ժողովում, մեր բոլոր ներկայացրած օրենքի նախաձեռնությունները տենց երևի 1 կամ 2 բացառությամբ, բառացիորեն 1 կամ 2 այնպիսի փոքր բացառություններ, որ նույնիսկ այս բանի լավ չեմ հիշում, հա մեկը դրոշի հետ կապված օրենքի նախագիծ էր, մեկն էլ քվոտավորման հետ կապված էր, այսինքն ոչ էական, հենց մեծ գլոբալ առումով ոչ էական օրենսդրական նախաձեռնություններ էին, որոնք կողմ քվեարկվեցին քաղաքական մեծամասնության կողմից։ Այսինքն ուղղակի պատային գործողություն է, ամեն անգամ մի օրենքի նախագիծ բերես, ամեն անգամ մերժում ստանաս, նույնիսկ չհասնելով մեծ նիստերի դարիճ, այսինքն հանձնաժողովում արդեն դու տապալվում ես։ Ու ամեն անգամ այդ գործունեությունը ոնց որ սեփական, չգիտես, ոչ մի արդյունքը Սիզիփոսյան sense բաներ, էլի բարձրացնում ես ընկնում ես, զուտ այդ առումով, որ ոնց որ ընդդիմությունը դա պատճառ բերելով կոմֆորտ զոնայի մեջ է ընկնում եւ օրինակ ինֆոկոմում ունենք հետազոտություն, հենց պատգամավորների իմասով, իմջայլոց հետևորդներին կարող եմ խորհուրդ տալ, կարող է գնալ գարտել, այնտեղ ոնց որ ինտերակտիվ է, էլի, այդ նույնիսկ կարող են գտնել, որ պատգամավորներն են, որ ամենաշատն են նախաձեռնություններ ներկայացրել, ովքեր ընդհանրապես չեն ներկայացրել։ Տեսեք, բայց այնպես չի, որ մենք դա չենք արել։ Անձամբ ես չեմ արել, բայց ֆրակցիան բազմաթիվ օրենքի նախաձեռնություններ ա բերել։ Իհարկե դրանք բան չեն, արդյունք չեն ունեցել, դրական եզրահանգման չեն հասել։ Թոշակների բարձրացման մասին, ինդեքսավորման մասին խոսել ենք, օրենքի նախագիծ ենք բերել, մերժվել է։ Հիմա այսօր ԿՊ-ն հայտարարում է, որ պետքա թոշակները ինդեքսավորվեն, այսինքն երբ որ գնաճ է լինում, պետքա թոշակներն ավտոմատ ինդեքսավորվեն։ Դրա մասին մենք օրենքի նախագիծ ենք տարել ու մերժել են։ Գույքահարկը, որ աննախադեպ թանկացել է, հատկապես Երևանում, կենտրոնում խայտարակ մեծ խնդիր է առաջացել սովորական մարդկանց համար, ովքեր Երևանի կենտրոնում պապական ժառանգությամբ տանն են ապրում, մենք խնդիր ունեն։ Դրա հետ կապված օրենսդրական նախաձեռնություն ենք տարել, մերժվել է։ Հաջորդը, հատկապես որը ինձ շատ հետաքրքրում էր, բազմազավակ ընտանիքների հետ կապված մեր գործընկեր Թադևոս Ավետիսյանը մի ամբողջ փաթեթ է ներկայացրել։ Ինքն էլ նախկինում սոցիափոխնախարար էր, ամբողջական ոլորտի պատկերացում ուներ, մի ամբողջ փաթեթ տարել է, ոնց անենք, որ մեր երկրում ծնելիության մակարդակը, բազմազավակ ընտանիքների կարգավիճակը եւ այլն, էլի մերժվել է։ Այսինքն այնպես չի, որ մենք ոչ մի այդ հարցերը առաջ չենք տարել, բոլոր ոլորտներին վերաբերող
նախաձեռնություններով առաջ գնացել են, բայց մերժվել է։ Դրա համար իմ գործունեության զգալի հատվածը եղել է հրապարակային խոսք, միջազգային պատվիրակություններ, միջազգային գործընկերների հետ հանդիպումներ եւ մեր դիրքորոշումների փոխանակում, այսինքն տարբեր ուղղություններ կա падգամավորի գործունեության, ես հիմնականում այդ ոլորտում եմ աշխատում։ Տիկին Գրիգորյան, էլի որ ձեր կարիերայի սկզբնական քաղաքական կարիերայի սկզբնական հատվածին անդրադառնանք, իմ քայլի խմբակցությունից դուրս գալու մասին բազմաթիվ խոսել եք, բազմաթիվ անգամ խոսել եք, ու հետաքրքիր է այստեղ մի հանգամանք, երբ դուք մտնում էիք իմ քայլի խմբակցություն ու առաջադրվում էիք իրենց կողմից տեխնացու, վստահ գիտեիք, որ այդ խմբակցությունում մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, կարծում են, որ մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է։ Այն ժամանակ այս տեսակետը կիսում էիք իրենց հետ, թե չէիք կիսում։ Ես կարծում եմ, որ կա քաղաքական գնահատական, բայց իրավական process-ը պետք է իսկապես իրավական process լինի։ Եվ ոչ թե լինի վենդետա։ Իսկ հիմա ինչ է իրականացվել։ 18 թվականից սկսած հայտարարեցին, որ մարտի 1-ի գործը բացահայտված է։ Արդյունքում հակասահմանադրական, ընդ որում սա մեր գնահատական չի, սահմանադրական դատարանի վկայացրած որոշումն է։ Հակասահմանադրական հոդվածով Ռոբերտ Քոչարյանին նստացրեցին։ Հետո սահմանադրական դատարանի հետ կայացրած որոշումից հետո դուրս է գալիս Ռոբերտ Քոչարյանը, այս ամբողջ տարիների ընթացքում միայն մատի փաթաթան սարքած հայտարարություններ են։ Ու մինչև այսօր դատական քննություն է գնում, արդեն վաղեմության ժամկետն անցած եւ այլն եւ այլն։ Այսինքն քաղաքական գնահատականի գործի խնդրի մասին չի խոսքն է, Նարեկի հարցն է դրա մասին, որ իմ քայլում, երբ որ որպես պատգամավորի տեխնացու ընդգրկվեցիք, այնտեղ գրեթե բոլորի եւ ընդհանրապես բոլորը կարծում են, որ մարտի 1-ի գործով մեղավորը, գլխավոր մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է։ Ես իմ քայլը խմբակցության падգամավորի տեխնացու լինելով, չլինելով կուսակցական, անկախ մարդ, ես ուզեցել եմ փոփոխություն մեր երկրի համար։ Ես ուզեցել եմ այդ փոփոխությունները, եթե անկեղծ լինենք, ես այդ ժամանակ շատ այդ բանի խոսույթը, այդ պատժելու վենդետ, ես դրա կրողը չեմ եղել։ Ես նույնիսկ մի հարցազրույց ունեմ, այնտեղ երբ որ հարցնում են, ինչ կասեք հանրապետականների մասին, ես ասում եմ պետք է ժողովուրդ առաջ նայեն։ Չի կարելի անդադ։ Այո, իրավական process-ներ պետք է լինեն, թող լինեն իրավական process, բայց 8 տարի հետո մարտի 1-ը կարելի է հələ այս ձևով քննարկումներ իրականացնել։ Ես կարծում եմ մարտի 1-ի իրական բացահայտումներ տեղի չեն ունեցել, իրավական process-ներում եղել է բացառապես քաղաքական վենդետայի կոմպոնենտը։ Այսինքն սպանությունների մասով պետք է լինեն բացահայտումներ։ Ես ուզում եմ սա շատ հստակ լինի, եղել են սպանություններ, հա, մահվան դեպքերը արձանագրվել են, դրա հետ կապված պետք է լինի իրավական ճշգրիտ գնահատականներ։ Մնացած քաղաքական գնահատականներով հասկանում եք 8 տարի չէ, 18 տարի այդ թեման շահարկվել է ու ես կարծում եմ իսկապես պետք է լինեին իրավական process-ներ, ոչ թե ասեին, այս մարդը, всё, ամեն ինչ իրա վրա, ու չկարողանային ոչ մի ձև իրավական առումով բացահայտումներ անեին, ու մինչև այսօր հասկանում եք, մինչև այսօր կամ ասում են ամբողջությամբ բացահայտված է, բայց հետո ասում են Այս արդյոք ես ասել եմ ամբողջությամբ բացահայտված է եւ այլն։ Ես ասացի, որ պետք է լինեն իրավական բացահայտումներ։ Քաղաքական խոսույթը հասկացանք իրավական բացահայտում։ Նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, ու այդ ժամանակ ով էր այդ քաղաքացիների համար թիվ 1 իրենց անվտանգության եւ կյանքի համար թիվ 1 պատասխանատուն, ովքեր էին, ով էր մեղավոր ինչ-որ չափով կամ պատասխանատու այդ մարդկանց անվտանգության համար։ Նարեկ, եղել է հասկանալի իրավիճակ, եղել են հետընտրական զարգացումներ, ցույցեր եւ ողբերգական իրադարձություն, որի համար իրավական գործընթացներով պետք է բացահայտումներ տեղի ունենան։ Սրանից ավել ես չգիտեմ, իսկապես չգիտեմ ինչ պատասխանել, որտեղ խնդիրը այն որ բանը քաղաքական խոսույթը ասացի, այդ քաղաքական խոսույթի իրավական process-ով, երբ որ դու չես կարողանում ոչ մի բան բացահայտել, հասկանում ես, այդտեղ գրոշի արժեք չունի քո այդքան թմբկահարած քաղաքական գնահատականները։ Իսկ Պողոս Պողոսյանի մահվան դեպքով Տիկին Գրիգորյան։ Նարեկ, այդ նախագահ Քոչարյանն նույնիսկ այնքան է խոսացել դրա մասին։ Այնքան է խոսացել ու ես շատ ցավում եմ, որ այդ դեպքը երբ է էլի ցանկացած մահ արձանագրում ենք ողբերգությունը։ Երբ է տեղի ունեցել այդ դեպքը։ 2000-ականների սկզբին։ 2000-ականների սկզբին Նիկոլ Փաշինյանը, ենթադրենք Սերժ Սարգսյանը ինչ որ բանկար չի ուզեցել բացահայտի, ենթադրենք, չէ։ Նիկոլ Փաշինյանը 8 տարվա իշխանության է։ 8 տարվա մեջ։ Եթե ինչ որ բան կա բացահայտելու, դե թող բացահայտեր։ Քոչարյանը այդ դրվագը, գիտեք, տեսեք բացահայտելու խնդիր չի, ինչքան, բայց այդքան ավելի շատ նաև արդարության խնդիրն է, երբ որ ինչ որ մեկը մարդ է սպանում ու այդ մարդ սպանելու համար պայմանականորեն 1.5 տարի ընդամենը բանտարկվում դրա համար։ Հիմա դա համաչափ էր, օրինակ որ հետ եք նայում 20 տարի առաջ կամ 25 տարի առաջ, ես հիմա որ հետ եմ նայում ու գալիս եմ այսօր, երբ որ Սոնա Մնացականյանի
կորտեժը Նիկոլ Փաշինյանի վրա երթի է ենթարկում, չեն կանգնում, գնում են։ Դրա հետ կապված ձայնագրություններ կան, այսինքն մեքենայի մեջ որ իրար կապ են տալիս, այդ ձայնագրությունները կորում են։ Ու այն մարդը, ում մեքենան վրա երթի, այսինքն կորտեժի այդ վարորդը, մինչև այսօր կամ հեռացվել է, այսինքն ոչ մի իրավական պատասխանատվության չի ենթարկվել։ Ես համեմատականները տանում եմ, որպեսզի դուք տեսնեք, որ երբ որ դուք խոսում եք մի 20 քանի տարի առաջվա տեղի ունեցածի, երբ որ կոնկրետ հանցագործություն իրականացրած մարդը պատժվել է, գործից հեռացվել է տեղում, հետո նաև իրավական հետևանքներ է ունեցել իր իրականացրածը, ու գաք այսօր, երբ որ Սոնա Մնացականյանի դեպքով որևէ մեկը որևէ պատասխանատվության չի ենթարկվել, հասկանում եք։ Տիկին Գրիգորյան, երբ որ ասում եք մարտի 1-ի մտածողության կարողը չեք եղել, ուզում 2018 վերադառնանք, այն ժամանակ ասում էիք, որ Ռոբերտ Քոչարյանն է, որ Արցախին հանել է բանակցության բանից եւ սեղանից եւ դուք ասում էիք, որ այնտեղ երկրորդ կարծիք չպետք է լինի եւ պետք է Արցախը վերադառնա բանակցային փուլ։ Այո, ես այդ նախադասությունները հնչեցրել եմ, բայց նաև պետք է հստակ արձանագրել, որ օրինակ ես մարդ, որ նաև հետագայում ուսումնասիրել եմ ամբողջ բանակցային process-ը, պետք է ասեմ, որ լավագույն երկու փաստաթղթերը հենց նախագահ Քոչարյանի օրոք են ձևավորվել։ Ու ես օրինակ շատ կուզենայի, որ փաստաթղթերը հիմա ասում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը օրինակ լիներ Քիվեստյան բանակցություններով հանգուցալուծումը։ Քիվեստում, որը 2001 թվականին էր, Քիվեստում պայմանավորվում էին, որ Արցախը Լաչինի միջանցքով պետք է դառնա Հայաստանի Հանրապետության մաս, եւ Նախիջևանը Ադրբեջանին պետք է ստանա կապ։ Այս տակադաներով բանով արդեն գծագրված էր։ Եվ հիմա փորձեք պրոյեկտել այսօրվա իրողության վրա, երբ որ Արցախը չկա, Լաչինի միջանցք չկա, Ադրբեջանը Նախիջևանին, չգիտենք էլ առանց այս տակադաների արդեն անխոչնդոտ ճանապարհ է ստացել։ Մենք ինչ իրավիճակ ունենք 2001 թվականին լավագույն բանակցությունները, կարծում եմ այդ ժամանակ էր։ Իսկ ինչի՞ չեղավ այդ բանակցությունները։ Դա տապալվեց Ալիևի պատճառով, Ալիևը ի վերջո չստորագրեց։ Դեպքում այդքան էլ լավը չէր, երկու կողմները։ Համաձայն համար լավն էր, բայց ամեն դեպքում բանակցությունները մենակ կոմպրոմիսի մասին է, չէ՞, նաև եթե օրինակ մեր շահերի համար, մեր շահերում դրա համար եմ ասում, մեզ համար լավագույն երկու տարբերակները բանակցվել են նախագահ Քոչարյանի օրոք, մեկը Քիվեստն է եղել, եւ Քիվեստից հետո արդեն որոշակի ժամանակահատվածում նորից բանակցություններ, նորից քննարկումներ եւ եկան արդեն մադրիդյան բանակցային փաթեթը, որտեղ ինքնորոշման իրավունքը ժողովրդի ինքնորոշման իրավունքը ֆիքսվեց որպես նորմ, որպես սկզբունք մնացած նորմերի հետ։ Այսինքն դա եւս կարևոր արձանագրում էր, որի հիման վրա արդեն շարունակվեց մնացած բանակցային գործընթացը։ Այսինքն իսկապես լավագույն լուծում, ես օրինակ որ պատկերացնում եմ, որ Ալիևը այդ ժամանակ իմիջիայից Հայր Ալիևը ասում են, որ հակված է եղել եւ նրա որդին է որոշակիորեն այսպես ասել, այսինքն ներսում ինքը չի կարողացել, Հայր Ալիևը ներսում չի կարողացել այդ համաձայնությունը ստանալ ստորագրելու համար։ Բայց ամեն դեպքում այստեղ մի հատ հարց է առաջանում, երբ որ Նիկոլ Փաշինյանին մեղադրում եք վատ բանակցող լինելու մեջ, ես նույնիսկ հիշում եմ ասում եք դուք նրա մեղադրում եք ավելի շատ սեպտեմբերի 27-ի մեջ, քան թե նոյեմբերի 9-ի, այստեղ մի հարց է առաջ գալիս, այդ դեպքում լավ բանակցողը այն քաղաքական թիմի առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն այս բարակայում ինչի չկարողացավ այնպես բանակցել, որ Արցախյան կոնֆլիկտը, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը ունենա հանգուցալուծում եւ չունենանք օրինակ 2020 թվականին սեպտեմբերի 27։ Ինձ միշտ գիտեք ինչն է զարմացրել, որ սեպտեմբերի 27-ի համար, այսինքն պատերազմի սկսելու համար, հիմա ձեզ չեմ ասում իհարկե, բայց ընդհանուր այդ կոնտեքստը կար, չէ՞, այն մեղավոր է նախկիները։ Այսինքն նախագահ Քոչարյանը վերջին անգամ իշխանության եղել է 2007 թվականին։ Ու կարելի է մեղադրել մարդուն, ով 10 քանի տարի առաջ է եղել իշխանության կամ ավելի շատ, հա։ Սա ուղղակի աբսուրդ է, բայց բանակցային գործընթացը գնում էր։ Ես որ ասում եմ Նիկոլ Փաշինյանին, ինչու եմ մեղադրում։ Մեղադրում եմ նրանում, որ ինքը բանակցությունները տապալել է։ Հիմա դուք կարող եք տարբեր ձև վերաբերվել բոլոր բանակցողներին, բոլոր ղեկավարներին, բայց նախագահ Քոչարյանի օրոք, ինչպես ասացի, երկու մեծ փաստաթղթեր են ձևավորվել, որոնք ես կարծում եմ, որ մեր շահերից բխող են եղել։ Հիմա ասեք մի փաստաթուղթ, մի բանակցային փաթեթ, որ ձևավորվել է այս իշխանության օրոք Արցախի հակամարտության վերաբերյալ։ Չի բանակցվել, այսինքն իմ մեղադրանքը ի՞նչն է, որ չեն բանակցել, նորմալ փաթեթ չեն ձևավորել։ Հասկանում եք, ու սեպտեմբերի 27-ը պատերազմը երբ է սկսվում։
Եվ որ բանակցությունները ինչ փակվում է։ Եթե ուզենք գտնենք, փնտրենք, միգուցե գտնենք այդ մեղավորությունը Նիկոլ Փաշինյանի եւ իր քաղաքական թիմի պատերազմի արդյունքի եւ ելքի մասին, բայց ինչ են օրինակ ընդդիմությունը խուսափում նախորդ իշխանությունների պատասխանատվությունից, որովհետեւ մեծ հաշվով այդ երկար բանակցային գործընթաց է եղել եւ եկել հանգելա մի կետի, այսինքն ինչու են ընդդիմադիրները անդադ խոսում Նիկոլ Փաշինյանի պատասխանատվությունից, բայց դրանից առաջվա եղած քաղաքական պատասխանատվության մասին խուսափում են խոսում։ Հավելում, որ Նիկոլ Փաշինյանն էլ է, հա, ինքն էլ է ընդունում, որ պատասխանատուն ինքն է, բայց դա նաև հետաքրքիր է, ես որպես երիտասարդ, ով իր հասակակիցների մեծ մասն ա եղել այդ ժամանակ առաջնագծում, ես փորձել եմ ոնց որ մեղավորներ գտնել իրոք եւ հասկացել եմ, որ իրոք մի հոգի չի եւ ես ամեն անգամ կարողացել եմ հասկանալ, որ ցանկացած փուլում ով եղել է երկրի ղեկավար, չի կարողացել խնդիրը վերջնականապես լուծել։ Ես որպես երիտասարդ այդ իրավունքը ունեմ մեղադրելու նրանց, թե չէ։ Դե ըստ նախասիրությունների է ինձ թվում արդեն, այսինքն ով որ անվերապահաջակցում է Նիկոլ Փաշինյանին, իր համար հարմար է, ասել է նախկիներն են։ Այսինքն տեսեք, բայց եկեք ռացիոնալ դաշտ գանք։ Ես ուզում եմ ռացիոնալ դաշտ գանք։ Ինչ որ բան եք ուզում ասել։ Ուզում եմ ասել, որ Փաշինյանի աջակիցները չեն եւ այդ հարմար ասելով ոնց որ մի ստվար զանգվածի տեղավորում եք մի հատ Չէ, մարդկա որ այդպես է մտածում։ Չէ, եկեք ընդունեք, որ կան մարդիկ, իհարկե իրանք մեծամասնություն չեն կամ զգալի հատված չեն, բայց կան մարդիկ, ովքեր նույնիսկ այդ հայտարարությունները լսել եք, որ նույնիսկ եթե թուրքը գա մեր ու մանուկ կոտորի, մենակ Նիկոլը մնա, այսինքն այդ մտածողության մարդիկ փոքր սեգմենտ էլ լինեն, բայց այդ մարդիկ կան ու հետեւաբար իրենք բոլոր հնարավոր մեղադրանքները պետք է հնչեցնեն։ Աջակիցները ընդդիմություններ ունի։ Բայց հիմա չէ, եկեք այդ բանի, կարծում եմ մեր որակի զրույցի մասին չի էլի դա։ Հիմա եկեք հասկանանք։ Ես երբ որ ասում եմ իսկապես լավագույն փաստաթղթերը, բանակցային փաթեթները ձևավորվել են նախագահ Քոչարյանի օրոք, իսկապես բանակցությունները եղել են, լավ փաթեթներ են ձևավորվել։ Պատերազմ չի եղել, բանակցություններ են եղել։ Ու այդ շարունակականությունը ապահովել է։ Աշխարհում հիմա բազմաթիվ կոնֆլիկտներ կան, որոնք բանակցային process-ները շարունակվում են ու դա չի հանգեցնում պատերազմի։ Երբ որ ես մեղադրում եմ Նիկոլ Փաշինյանին, իսկ այնպես չէ՞ որ ինձ ամենահեշտն է մեղադրել։ Ես ի վերջո 18 թվականին իրան սատարել եմ, ինձ հեշտ չի դա անելը, բայց ես գիտակցում եմ, որ այս մարդը դադարել է բանակցել ու երեք կառավարության նիստից հետո իր հնչեցրած հայտարարությունները ասում եմ ես գիտակցաբար եմ դա արել, հասկանում եք, ինքը գիտակցաբար ասում է ես գիտակցաբար մեզ տարել եմ զոհողության հանուն այս պետության ինքը գիտակցաբար Արցախը զոհել է, մեր տղաներին զոհել է, ես չգիտեմ ինքը ուրիշ ոնց ձևակերպի, որ մենք դա հասկանանք։ Ու հետեւաբար այս խոսույթը, որ լավ, ինքը դա եթե Նիկոլ Փաշինյանը դա գիտակցաբար է արել, մենք էլ պատասխանատվությունը գնանք 20 տարի առաջվա բանակցողների վրա դնենք, որ ինչ լինի, ես անկեղծ լավ չեմ պատկերացնում, երբ որ ինքը տարբեր առիթներով դա ասում է, օգոստոսի 23-ին 25 թվականին ինքը առանձին հոդված է գրում, ասում է պատերազմից խուսափելու միակ ելքը զիջումների գնալն է։ Ես գիտակցաբար չեմ գնացել այդ զիջումներին։ Դրանից ավել ինքը ոնց ասի, որ ինքը գիտակցաբար է արել։ Կամ որ ասում է, այո, մենք Արցախը թոք էր մեր վզին, թակարդի մեջ ենք, ես դες ազատել եմ այդ թակարդից, Արցախը հանձնելով իր պատկերացումներն են։ Հիմա իր պատկերացումներով Արցախը թոք էր, թակարդ էր, մեզ խանգարում էր, ինքը հանձնել է։ Հիմա դրա համար ում ենք մեղադրում։ Իրան չպետք է մեղադրենք, այլ ոչ իրան պետք է մեղադրենք, այլ ոչ թե գնանք տեսնենք նախքին 20 տարի առաջ ինչ են բանակցել, որ այս արդյունքի ենք հասել։ Համենայն դեպս ես միշտ էլ այդ ասում եմ 18 թվականից ինքը եզակի հնարավորություն է ունեցել գնալ բանակցելու, բայց բանակցելու փոխարեն ինքը ընտրել է արկածախնդրության ճանապարհը, եթե այն ժամանակ մտածում էի արկածախնդրություն, հիմա ինքն է ընդունում, իմ կարծիքը չի։ Ինքը ասում է, որ գիտակցաբար տարել է այս զոհողությանը, ինքը գիտակցաբար հանձնել է։ Տիկին Գրիգորյան, մի փոքր էլ որ առաջ անցնենք 2018-ից եւ 2020 թվականից ու հասնենք 2021-22 թվականներին, երբ որ արդեն մի անգամ եւս մասնակցեցիք ընտրություններին արդեն վերածնվող Հայաստան կուսակցությունում, երբ անցակ կար դիրքորոշում դուք եւ Արթուր Սարգսյանը դուրս եկաք չէ կուսակցությունից։ Կարծում եմ մեծ հաշվով բոլորը դուրս եկան։ Իհարկե ես գիտեմ, որ բոլորը ին վրային ֆիքսում, որ ես դուրս եկաք մտակ խորհրդարան, բայց մյուս մասը կուսակցության մանդատները վայր դրեցին։ Չէ, մենք խորհրդարում էինք, այսինքն մենք մասնակցել ենք Հայաստան դաշինքի ֆորմատով, մենք
խորհրդարանում էինք եւ այդ խորհրդարանում Սյունիքից ներկայացված երկու անձ կար, ես եւ Արթուր Սարգսյանը, Արթուր Սարգսյանը միջև հիմա գտնում է կալանքի տակ եւ միջև որոշում կայացվեց կուսակցության մյուս անդամների կողմից դուրս գալ դուրս չգալը, մենք արդեն դուրս էինք եկել կուսակցությունից, ընդ որում մենակ մենք չէինք, այնտեղ Արուշներ, Արուշանյա, Մանվելներ, այսինքն մենք արդեն դուրս էինք եկել կուսակցությունից։ Կար տարածայինությունների մեջ։ Տեսեք, ինքը ֆորմատը ձևավորվել է ավելի շատ Սյունիքի հիմքի վրա, այսինքն նախկին քաղաքապետները ձևավորել էին, Վայ Հակոբյանի հետ կուսակցությունը ձևավորել էին եւ ես հետագայում իհարկե իրանց միացա, բայց այդ ֆորմատը չաշխատեց տարբեր պատճառներով, հիմա օբյեկտիվ սուբյեկտիվ իրավիճակային դրամաներ չկան։ Դրամաներ չկան։ Չէ, իրականում հատուկ դրամա չկար, բայց իրավիճակը այնպեսին էր, որ մենք չկարողացանք իրար հետ ճիշտ աշխատանքային հարաբերություններ կառուցել եւ գրեթե Սյունիքի գրեթե չէ, բոլոր ներկայացուցիչները դուրս եկան կուսակցությունից։ Կուսակցությունը հիմա ֆորմալ առումով կարծում եմ կա, շատ ակտիվ չի, բայց ամեն դեպքում է սա եղել իրավիճակը։ Բայց կուսակցությունից դուրս գալուց նաև մանդատներն էլ չէ վայր դրեցին, այսինքն մենք միջև այդ դուրս ենք եկել, հետո ես իհարկե Դաշինքի խոսքելի, հա, Դաշինքի հետ քննարկել ենք եւ կարծել ենք, որ եթե կուսակցությունը դուրս գալով մեծ գործունեություն չի ծավալելու դրսում, իսկ մեր նպատակը ես կուսակցական շատ չեմ հետապնդել։ Ես եկել եմ կոնկրետ իմ գաղափարներն իրացնելու։ Եթե ես պետքա դուրս գամ ու գնամ ուղղակի ոչ մի բան չանեմ, բայց այս պայքարը ինչի համար է։ Ես եւ իմ գործընկեր Արթուր Սարգսյանը որոշում կայացրեցինք, որ շարունակում ենք մենք խորհրդարանական գործունեություն այն Դաշինքի շրջանակներում, որով եկել ենք խորհրդարան։ Տիկին Գրիգորյան, քանի որ ձեր խոսքի մեջ նաեւ Արուշ Արուշանյանին հիշատակեցիք, այս մասով մեծ հարց եմ ուզում տալ, երբ որ նրան կալանավորեցին, դուք նրանք պաշտպանեցիք եւ ասացիք, որ այդ կալանավորումը Փաշինյանի անձնական վրեժխնդրության այդպես է։ Բայց դրանից հետո որոշ ժամանակ անց որոշակի փոփոխություններ եղան, նո ինչպես տեսնում ենք, օրինակ, չգիտեմ, Արուշ Արուշանյանի հռետորաբանության մեջ, խոսույթի մեջ կարծես ավելի մեղմացվեց ընդդիմության տեսակետը եւ օրինակ տեսանք, որ Ալեն Սիմոնյանին արժանախագահին ինքը դիմավորեց, ուղեկցեց, ոնց որ տպավորությունը, որ ինչ որ քաղաքական գործարք էր դա, թե ուղղակի հայացքների փոփոխություն։ Իսկ ես իրավունք ունեմ այդ հարցին չպատասխանել։ Դե ցանկալի կլինի որ պատասխանեք, հետաքրքիր է դուք այնի ոնց մտածում եք հիմա ինչ որ բան փոխվել է։ Այդ փուլում ոչ մի բան չի փոխվել, ինքը քաղաքական հետապնդման էր ենթարկվում ակնհայտորեն։ Սյունիքի համայնքապետերը դուրս էին եկել, ասում են Նիկոլ Փաշինյան դու պետք է հեռանաս, իրենց բոլորի փակեց, բոլոր նախատիպ նստած էին կալանավայրում էին, այսինքն այդտեղ բան չկա, էլի ես հիմա չեմ կարծում իմ դիրքորոշումը այդ հարցում բնականաբար չի փոխվել, քաղաքական հետապնդում է։ Չէ, դուք հարցում եք այդ ժամանակ քաղաքական հետապնդում էր, այո, քաղաքական հետապնդում էր։ Դուք այսպես թե այնպես դա ասել եք, դա փաստում եք։ Հիմա կարծում որ քաղաքական հետապնդում է եղել այդ ժամանակ, ինչ պետքա փոխված լինի։ Չէ, իսկ հիմա իր հայացքների փոփոխությունը ձեր վրա ինչ որ ազդեցություն թողել է։ Օրինակ հետաքրքիր է հակակոռուպցիոն դատարանը վերջերս պրոբացիայի ծառայության մի խոսքով այդ գործը մերժեց եւ ստացվեց այնպես, որ ինքը այլևս չի մասնակցի ընտրությունների թիմ, բայց դրա փոխարեն ինքը ազատ արձակվեց։ Այս մասով հետաքրքիր է դա նման չի քաղաքական գործարքի։ Ես իմ կարծիք ունեմ, բայց չեմ ուզում դա հրապարակային հնչեցնեմ։ Եթե թույլ տաք, ես ցանկացած ինձ հետ կապված ցանկացած հարցի պատասխանեմ, այս հարցի չպատասխանեմ։ Բայց ամեն էլի մարդկանց վերաբերել հարց ունենք։ Դուք ասում եք, որ քաղաքական գործարք կարվում են Հայաստանում, Արթուր Օսիպյանին քաղբանտարկյալ համարել եք կամ համարում եք, որ էր։ Իհարկե։ Այդ դեպքում Հայաստան Դաշինքից եւ ձեզնից ինչու նորմալ կամ ես նույնիսկ փորձեցի ման գալ եւ գտնել թե Արթուր Օսիպյանի վերաբերյալ ինչ հայտարարություն եք տարածել կամ դուք կամ Հայաստան Դաշինքը, բայց այդպես էական ոչ աջակցություն, ոչ էլ հայտարարություն չէր տարածվում։ Ինչի։ Տեսեք, այնպես չի, ես վստահ չեմ, որ նույնիսկ այդտենց Դաշինքի առանձին հայտարարություններ կգտնեք բոլորի վերաբերյալ։ Հիմա օրինակ երեք Ավետիք Չալաբյանը կալանավորվել է ակնհայտ քաղաքական հետապնդում է, բայց ես վստահ չեմ, որ Դաշինքի անունից այդպես հայտարարություն գնացել է։ Անկախ Արթուր Օսիպյանի նկատմամբ ունեցած վերաբերմունքից եւ նրա քաղաքական հայացքներից, ակնհայտ էր, որ նրա նկատմամբ իրականացումը քաղաքական հաշվեհարդար։ Այսինքն ավելի ակնհայտ հնարավոր չի պատկերացնել, մարդը եկել էր ինչ-որ վիճաբանում էր, հա, բառա, այսպես պոլեմիկայի մեջ էր մտել, իրան տեղում ձերբակալեցին, բայց եթե ինչ-որ բան ուզում եք լսեք, ես օրինակ նույն դեբատի ժամանակ Ալեն Սիմոնյանին այդ հարցը տվել եմ։ Ասում եմ Արթուր Օսիպյան ինչի համար է կալանավորված, այսինքն ամենակարևոր դեբատներից մեկի ժամանակ ես առնվազն այդ դիրքորոշումը հնչեցրել եմ իրենց քաղաքականության մասով։ Ուրիշ մարդ է հիշում, որ այդ հարցը բարձրացնել է, բայց դա ես էի։
Տիկին Գրիգորյան, դուք ռազմագերիների ու անհետ կորածների հարցով հատուկ նիստ քննարկում եք նախաձեռնել եւ դուք էլ հենց գլխավոր զեկուցող պետք է լինեիք, բայց երբ նիստի օրը եկավ, դուք բոյկոտեցիք, չմասնակցեցիք եւ ասացիք պատճառն էր, որ փակ քննարկում էր եւ դա ձեր համար անընդունելի էր։ Հիմա հետաքրքիր է, որ դա մեր ազգի, մեր պետության համար շատ զգայուն ու կարևոր թեմա է։ Արդյոք ավելի ծանրակշիռ էր այն, որ այդ փակ հանդիպումներ եւ դա ձեզ համար շատ ավելի ծանրակշիռ պատճառ էր, թե օրինակ կարող եք գնալ, եթե անգամ փակ էր, գնայիք մասնակցեիք, օրինակ ինչ որ պետական կարևոր գաղտնի ինֆորմացիա իմանայիք այս հարցի մասով, ինչ որ փոփոխություն միգուցե լիներ այդ քննարկումից հետո։ Տեսեք, ես հիմա որ հարցադրումն անում եք, փորձում եմ հետ գնալ, ենթադրում եմ դա 21 թվականն է եղել։ Ավելի շուտ է եղել այլ մի քանի տարի առաջ։ Շատ կարծում եմ հենց առաջի տարին է եղել 21, լավագույն դեպքում 22 թիվ, բայց հենց ամենասկիզբն է եղել։ Հիմա մտավոր որ հետ եմ գնում, փորձում եմ հիշել իրավիճակը ինչպիսին էր։ Նախ մենք պահանջել էինք բաց քննարկում, որովհետև դա անձնապես մեր մասին չի։ Իսկ դուք գիտեք, որ փակ քննարկումից դուրս ինֆորմացիա դու չես կարողանում հաղորդել, այսինքն դու չես կարող զանգես ծնողներին ասես, այս ինֆորմացիան եմ ստացել, կամ լայն հանրությանը տեղեկացնես, որ այս ինֆորմացիան ինչ որ այլ ձևով չեք կարող օգտագործել, եթե անգամ չեք կարող։ Ասում եմ, հիմա առաջին նպատակը, որովհետև դա նախ եւ առաջ հիմնական հասցեատերը ծնողներն էին, հարազատներն էին եւ նաեւ հանրությունը մեծ հաշվով։ Հիմա հանրությունը, հարազատները դրա մասին տեղյակ չէին լինելու։ Երկրորդը մենք նշել էինք կոնկրետ անձինք, ովքեր կուզենային, որ գային եւ պատասխան տային։ Այսինքն այնտեղ պաշտոնյաներին բարձր, այսինքն հիմնական պատասխանատուներին էինք, հիմնական պատասխանատուներին էինք նշել, եկել են ինչ որ առանց բան անելու, իրենց կարևորությունը նվաստացնելու, բայց բաժնի պետ, վարչության պետ sense այս մակարդակով էին եկել, մինչդեռ մենք որպես ազգային ժողովի պատգամավորներ ակնկալում ենք հիմնական պատասխանատուների գալ եւ մեկնաբանությունների տարածում։ Եվ երրորդը, տեսեք, մանրամասն հիշեցի այդ նիստը։ Նիստից անմիջապես առաջ ձայնագրություն է տարածվում, վիդեո է տարածվում, հիշում եք այդ կտորը, որ Ալեն Սիմոնյանը չգիտեմ ում հետ է խոսում, որտեղ է խոսում, ինչ որ խնջույքի ժամանակ ասում է գերիները մեզ համար գոյություն չունեն։ Ոնց որ մենք գնում էինք նիստի, որից ինֆորմացիա չէինք կարողանալու հաղորդել, մեզ գալիս էին զեկուցելու մարդիկ, ովքեր ում հարց տայի, կասեին, ես այսքան ինֆորմացիա ասեմ, այսքանը ես ավելի ինֆորմացիա չունեմ, ու նիստը նախագահելու էր մարդ, ում համար գերիները գոյություն չունեն։ Ու ոնց որ sense տարբեր բաներ իրար միաձուլված, մենք ասացինք, որ այս նիստը բան է, իր նպատակին չի հասնելու, էլի, այսինքն այն ինչ որ մենք պատկերացնում էինք, որ պետք է հասնենք, դրան չենք հասնելու։ Դա էր պատճառը, թե չէ այլ պատճառ բնականաբար չէր կարող լինել։ Խոսենք մի քիչ արտաքին քաղաքականությունից։ Խոսենք։ Արտաքին Գրիգորյան, երբ ասում եք Հայաստանը եթե գնում է ԵՄ, նշանակում է գնում է նաև Թուրքիա, հա, ասում եք ԵՄ մտնել նշանակում է գնալ Թուրքիա։ No, ես ասում եմ մենք ԵՄ չենք գնում, մենք գնում ենք Թուրքիա։ Շատ լավ, ինչու։ Որովհետև իրականում այս պահին չկա ընդհանուր երկկողմ օրակարգ Հայաստանի Եվրոմիության անդամակցության։ Դա է պատճառը, որ ասում եմ մենք չենք գնում Եվրոպական միություն։ Հիմա Եվրոպական միության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը չի նշանակում, որ դու վաղը դառնում ես ԵՄ անդամ։ Հատկապես երբ որ դու ուսումնասիրում ես ավել չի, երբ որ դու այդ քայլին զուգահեռ ասում ես, մենք ԵԱՏՄ-ից դուրս չենք գալիս։ Ռուսական բազան պետք է մնա Հայաստանում, ինչ խնդիր կա։ Ո՞նց է ռուսական բազայով դու դառնում ԵՄ անդամ։ Կամ ո՞նց է ԵԱՏՄ-ին մնալով դառնում ԵՄ անդամ։ Տեխնիկապես նույնիսկ հնարավոր չի։ Լուրջ քայլերի պարագայում միանգամից այդ որոշումները կայացվեն։ Այդ դեպքում չէիք մեղադրի, օրինակ համար իշխանությունը եթե ասել լավ դա ԵԱՏՄ-ից դուրս գանք որ կարողանանք ԵՄ մտնել, բայց այդ ժամանակ էլ չէինք ասի, հա լավ ԵՄ հələ չմտածում ենք ԵԱՏՄ-ից դուրս գալիս։ Մեղադրում ենք, որ չկա ծրագիր ԵՄ անդամակցության, որովհետև ԵՄ անդամակցությունը մենակ քո ցանկությամբ չի։ Եթե դու ուզենաս այս պահին հենց այս ինձ հետ խոսելուց զուգահեռ լինել, չգիտեմ, Կանի ֆեստիվալում չես կարող, կամ ստեղ պիտի լինես, կամ այնտեղ պետքա լինես։ Հիմա եթե դու չունես տոմսը, չգիտես փողը որտեղից ես գտնելու ֆեստիվալը երբ է եւ այլն, դու խոսես նրա մասին, որ սրա փոխարեն դու ուզում ես Կանի ֆեստիվալում լինել, ճիշտ չի։ ԵՄ անդամակցությունը, որ նայում ես ԵՄ գործընթացները, այդ EU enlargement-ը կան գա առած։ ԵՄ
ընդլայնման քաղաքականությունը ստոպի վրա է այս պահին։ Եթե ստոպի վրա չլներ, առնվազն Մոլդովան արդեն կլիներ ԵՄ անդամ, Վրաստանը կլիներ ԵՄ անդամ, Ուկրաինան այսքան փորձություններից հետո կլիներ ԵՄ անդամ։ Դուք եք ասում, որ դա երկար process է, չէ՞, պահանջում ու հիմա էլ որ տեսնում ենք, թե ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչները, նախագահները ինչ արձագանքներ են տալիս այսօրվա Հայաստանի իշխանության կամ պետության ընդհանուր առմամբ, որ դրական ազդակը նկատվում է ու այս վերջերս էլ, չէ, Անը մոռացա այդ դրությամբ ստորագրված համապարփակ Սեպայի։ Հա, շնորհակալություն։ Ստորագրված ու դա էլ է, չէ, ազդակ, որ Հայաստանը շարժվում է դեպի եվրոպական Իսկ դուք սեպան գիտեք ում ով ստորագրել։ Ոչ նիկոլ։ Այսինքն նախկիների օրոք ստորագրված պայմաններ։ Այդ process-ը ես ոչ մենակ իշխանության բանն եմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը, այլ ընդհանուր առմամբ Հայաստանը որպես պետություն շարժվում է այդ ուղղությամբ եւ կապ չունի թե որ իշխանությունն է ստորագրել, հա, դա։ Տեսեք, իմ ասածը հետեւյալն է, որ ԵՄ անդամակցությունը անիրատեսական է առնվազն այս փուլում, որովհետև չկա ազդակ Եվրոպական միությունից պատրաստակամություն Հայաստանի անդամակցության վերաբերյալ։ Իսկ օրինակ վիզաների ազատականացման դրան է գալիս։ EU ԵՄ անդամակցությունը մի բան է, ԵՄ ինտեգրացիան այլ բան է։ Բայց դրա շրջանակներում, ինտեգրացիայի շրջանակներում վիզաների ազատականացում բնականաբար պետք է ամեն բան անել դրան հասնելու համար, ինչը 8 տարվա բաց թողնած հնարավորություն է, ես կարծում եմ։ Բանի վիզաների ազատական, վիզաների հա, հասկանում եմ, բայց ես հիմա այս իբր այս սերտացման ֆոնին հաստատ հնարավոր է վիզաների ազատականացում, բայց իրենք տնային աշխատանքը այսքան տարի նույնիսկ չէին արել պասպորտների հետ կապված, տարական բիոմետրիկի հետ կապված խնդիր են ունեցել։ Վիզաների ազատականացում պետք է հասնել։ ԵՄ անդամակցությունը մեզ համար նպատակ է, նաև որովհետև բան չէ, տենց ժողովրդավարություն, եվրոպական արժեքներ, օրենքի գերակայություն, մարդու իրավունքներ, չէ։ Հիմա արդյոք մենք այդ ստանդարտները, հա? Նեֆտնտեսական։ Հիմա տնտեսականին կգանք։ Բայց արդյոք մենք հիմա այդ նույն ժողովրդավարության մոդելի ներքո ենք ապրում, օրենքի գերակայության, մարդու իրավունքների ճիշտ պաշտպանության ներքո ենք ապրում, բայց միթե ԵՄ անդամակցության հայտ ներկայացնող քաղաքական ուժը կամ երկիրը կարող է այս տիպի բռնաճնշումներ իրականացնել։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք ԵՄ անդամակցության մասին, իսկապես ռացիոնալ հաշվարկը ցույց է տալիս, որ դա իրատեսական չէ։ Կամ նույնիսկ եթե հնարավոր իրատեսություն տեսնում ենք, առաջիկա մի 20 տարվա հեռանկար է։ Ու դու պետք է հաշվարկես այդ 20 տարվա ընթացքում քո տնտեսական կոմպոնենտը ոնց է կարողանում պահել։ ԵՏՄ-ի այդ գործընկերներից եկած ազդակները ոնց կմեկնաբանեք այդ խոսույթը, որը կա այս բայ դրությամբ ԵՏՄ անդամ երկրներում Օրինակի համար Բելարուսի եւ Հայաստանի հարաբերությունները ոնց կմեկնաբանեք։ Բելարուսը ակնհայտ է, որ շատ ավելի սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ եւ մենք դա չենք կարող չնկատել, չտեսնել։ Դա այդպես է։ Բայց հիմա մի բան, ասենք Նիկոլ Փաշինյանը Լուկաշենկոից նեղանում է։ Հա, ես նեղանում եմ։ Բայց ինքը նեղանում է Լուկաշենկոից, որ օգնել է Ալիևին, բայց Ալիևից ու Էրդողանից չի նեղանում։ Ասում է իրանք մեր կիրթ եւ կառուցողական գործընկերներն են։ Թուրքիան օժանդակել է ամեն ինչով Ալիևին, որպեսզի մեծ վրա հարձակում իրականացնի։ Թուրքիայի հետ պետքա գնալ, ձեռք սեղմել, Էրդողանի գիրքը պետքա գրկել ու նկարահանվել, բայց Բելարուսում պետքա հայտարարել կիսաթշնամական երկիր, այսինքն Թուրքիան օքեյ է, Բելարուսը օքեյ։ Օքեյ, տիկին գերքան, դեպքում Ռուսաստանի Բայց շատ կարևոր է, էլի մենք հիմա այստեղ խոսում ենք տնտեսական կոմպոնենտը իսկապես կարևոր է։ Հատկապես եթե դու հասկանում ես, իսկ վստահաբար բոլորն են հասկանում, որ եթե մի օր էլ լինի ԵՄ անդամակցության իրական հնարավորություն, դա լինելու է շատ երկար տարիներ հետո, շատ երկար տարիներ։ Հələ parzել չի այդքան տարիներ հետո ԵՄ-ն որպես կառույց ինչպիսի ֆորմատ ունենալու, ընդհանրապես այնտեղ ինչա լինելու, ինչ չի լինելու, բայց դու պետքա դիմանաս, չէ՞, այդքան տասնամյակներ պետքա դիմանաս, տարիներ շարունակ պետքա դիմանաս տնտեսության։ Հիմա ԵԱՏՄ-ի այս որոշակի սահմանափակումների ֆոնին տեսնում եք, չէ՞, տնտեսական ինչպիսի խնդիրներ առաջանում։ Դու դրա տակից պիտի կարողանաս դուրս գալ, եթե դու դրա բաները չես նախադրյալները այլտեղ չես ստեղծել, ինչի մասին ես խոսում։ Okay, Տիկին Գրիգորյան, այս բայդրությամբ մի փոքր նաև անվտանգությունից էլ խոսենք, Ռուսաստանի ու նաև Ռուսաստանի հետ հարաբերություններից, երբ 2020 թվականին 2021 թվականին, երբ որ Հայաստանի սուվերեն տարածքի վրա էր Ադրբեջանը հարձակվում, այդ թվում դրա հաջորդող տարիներին էլ որոշ դեպքեր եղան, Ռուսաստանի արձագանքը այդտեղ ո՞նց է մեկնաբանում, եթե այդ ընթացքում չկար մեր բարեկամ գործընկեր պետության կողմից արձագանք, որ դաշնակից պետության կողմից արձագանք, որ գիտեք ինչ կա
Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա են հարձակվելու պետք է գործողություններ արվեն, նաև գուցե չեն էլ ճանաչում, հա, Հայաստանի սուվերեն տարածքը, այդ դեպքում ոնց եք պատկերացնում իրենց այդ հարաբերությունների ել ավելի խորացումը։ Միջալյուց ներողություն ավելացնեմ, որ դուք ասում եք, որ Հայաստանի անվտանգության եւ Արցախի հարցով այսօրվա, առաջ եք ասում, իրավիճակը պայմանավորված է նրանով, որ ռուս-ուկրաինական պատերազմը, ու լավ կլինի, որ Ռուսաստանի դիրքերը այդ պատերազմից հետո ավելի ամրապնդվեն։ Բայց եւ պատերազմի պետք է հասկանալ, այո, Հայաստանի վրա հարձակման ժամանակ Ռուսաստանը անգործություն է դրսևորել։ Բայց նաև պետք է հասկանալ, ես որպես քաղաքական գործիչ, ընդհանրապես հայերս բոլորս, ոչ թե պետք է նեղանալ, այլ պետք է հասկանալ ինչն է իրավիճակը ու ինչ կարելի է այդ իրավիճակում անել, ճիշտ է։ Հիմա եկեք բոլորս ռուսներից նեղանանք ու ասենք վատ ռուսների եւ այլն, բայց ակնհայտ է, որ այդ ժամանակ կար ուկրաինական պատերազմ եւ իր համար երկրորդ ճակատի հնարավորություն ինքը ուղղակի չուներ։ Բայց 2025 չկար։ Սա ոչ թե մեզ համար բան է, ասենց սրտի մխիթարանք, ընդհանրապես չէ, ուղղակի իրականությունը տեսնելը պետք է։ Լավ, 21 թվականին որ Ուկրաինայի պատերազմը չկար, այդ ժամանակ ինչի ոչ մի արձակում 21 թվականին ինչ նկատի ունեք։ Երբ որ Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակվեց։ Մի րոպե, 21 թվականին մայիսին, որտեղ ես ուզում եմ որ մենք ճշգրիտ լինենք, էլի հանկարծ ընտրություններից առաջ մայիսին։ Հա, Սև լճի տարածքի մասին ես ձեզ ասեմ հետևյալը։ Այստեղ էլ հիմնական պատասխանատու, միակ պատասխանատու Նիկոլ Փաշինյանն է։ Ու դա չեմ ասում որպես ընդդիմադիր պատգամավոր։ Եղել է հետևյալ իրավիճակը։ Ադրբեջանցիները բառացիորեն քայլելով առաջ են եկել, բառացիորեն քայլելով առաջ են եկել, ու հետագայում ինչպես շտաբի պետը պետք է ասել, ունեին հրաման չկրակելու։ Հիմա այստեղ պետք է հարց տալ Նիկոլ Փաշինյան, այդ հրամանը իջացրել ես թե չես իջացրել։ Եթե ադրբեջանցին գալիս է ու հայկական զորքը դիմադրություն չի ցուցաբերում, ամոթալի տեսարաններ ենք տեսնում, երբ որ ձեռնամարտ տեսել եք, չէ՞, ձեռնամարտի տեսարանները ադրբեջանցիների ու հայերի միջև։ Ու այդտեղ ես որ առաջին անգամ տեսնում ոնց է հնարավոր ադրբեջանցին գա ու նույնիսկ հերավորության վրա չկրակեն։ Բաքու տարածքի մեջ մենք Ռուսաստանի անգործության մասին ենք խոսում, չէ։ 22 թվականի հարձակման ժամանակ կարող ենք խոսել անգործության մասին, որտեղ Ադրբեջանը լայնածավալ ամբողջ երկայնքով սկսել է։ Բայց այստեղ ադրբեջանցիները դաշնակից այդ ժամանակ մի հատ եկեք հասկանանք, երբ որ որևէ երկրի քո հակառակորդ երկրի զորքը քայլելով գալիս է, դու չես նախաձեռնում քո սահմանի պաշտպանություն, ավելին քո շտաբի պետը հետագայում պետք է ասի, շտաբի պետն էր թե պաշտպանության նախարար, արդեն լավ չեմ հիշում, ասում էր որ Վաղաշակ Հարությունյանը, չէ, կարծեմ Արշակներ այդ ժամանակ Կարապետյան այդ ժամանակ ասաց որ չկրակելու հրաման կա։ Այդ ժամանակ Վաղաշակ Հարությունյանն էր պաշտպանության նախարարը։ Թե արդեն բաներ Արշակներ Կարապետյան, հիմա եթե խնդրում եմ, եթե խառնում ենք անունները եւ այլն, համենայն դեպս ֆակտ չեք արեք, խնդրում եմ, ամեն դեպքում կար այդ բանը, որ ադրբեջանցիները եկել են, զերո դիմադրության են արժանացել, դրանից հետո նույնիսկ Նիկոլ Փաշինյանը հայտնի հայտարարություններ ունի, որ արդյոք Սև լճի 30%-ի համար մենք պետքա պայքար տայինք, իմաստ չուներ, որ ձյունածածկ գագաթներն արդյոք մենք պետքա պաշտպանենք, թե չպետքա պաշտպանենք, այսինքն այստեղ նախ եւ առաջ մեր խնդիրն է, երբ որ դու պատրաստ ես քո երկիրը պաշտպանես, դու չես կարող ակնկալել, որ ուրիշը քո փոխարեն կպաշտպանի։ Իսկ 22 թվականին մեր զինվորը պաշտպանել է մեր երկիրը։ Ունեք վստահություն, որ այդ ժամանակ եթե Հայաստանից որևէ փամփուշտ դուրս գար եւ պատերազմի մեջ մտնեինք Ադրբեջանի հետ, արդյոք հապ կա այդ դեպքում ինչ որ ձևով արդեն ենթադրություններ են արդեն հետ գնալ սպեկուլյացիա անել բարդ է, բայց ես ուզում եմ որպեսզի մենք իրավիճակները մինչև գնահատական տալը ճիշտ պատկերացնենք։ Իսկապես մի բան է, երբ որ Ադրբեջանը լայնածավալ հարձակվում է եւ Ռուսաստանից աջակցություն չկա ռազմական եւ մեկ այլ բան է, երբ որ ադրբեջանցի զինվորը քայլելով գալիս է ու դու հրաման չես տալիս կանգնեցնելու դա։ Դրանք շատ տարբեր բաներ են։ Մենք այդ իրավիճակները պետք է գնահատենք, հետեւաբար մեր ակնկալիքները ձևավորենք։ Բայց ակնհայտ է, որ ուկրաինական պատերազմով պայմանավորված Ռուսաստանը իր համար չէր կարող երկրորդ ճակատ բացել եւ դրա համար այս խնդիրները ավելի խորացան, բայց նաեւ բնականաբար այս իշխանությունների շարունակական այդ հակառուսական հռետորաբանությունը, քայլերը եւ այլն։ Մենք ճիշտ ասած ստուգեցինք, ճիշտ ենք հիշում, Վաղաշակ Հարությունյանն է եղել այդ ժամանակ պաշտպանության նախարարը։ Բայց շտաբի պետը, իսկ այդ ժամանակ շտաբի պետ Իմիջիայլոց Սև լճի մասով հետո իրանք քրեական գործ հարուցեցին, այս պահին էլ այդ ժամանակ կարծեմ էլի հրամանատարներ կալանավորվեցին, որ իբր դիմադրություն ցույց չեն տվել, բայց հետո պետք է այդ հայտարարությունը լիներ, որ չկրակելու հրաման կար։ Մի խոսքով այս հիմա մենք որ հետ ենք գնում, այնքան իրադարձություններ են տեղի ունեցել, երբեմն ճշգրիտ, հա, այսպես դետալային չես կարողանում վերարտադրել, բայց ամեն դեպքում իրավիճակը այդպեսին է եղել։ Տիկին Գրիգորյան, մեկ էլ հիշում եմ
Հայաստան Դաշինքի նախընտրական ծրագիրը, որտեղ որ BRICS-ից էինք խոսում եւ նաեւ խոսում էինք վիզաների ազատականությունից։ Իրավական առումով ոչ մի խնդիր, ես նույնիսկ փորձեցի գտնել իրավական առումով կարող է խնդիր լինի թե չէ, բայց միտպեսակ արտաքին քաղաքական կողմնորոշման առումով ստա խնդիր չեք տեսնում։ Ոչ խնդիր չեմ տեսնում, բացարձակ խնդիր չեմ տեսնում, որտեղ հնարավոր է հակակշռելու արևմտյան ու ամերիկյան ազդեցությունը։ Ինքը BRICS-ը ավելի տնտեսական կառույցա, մենք պետք է մաքսիմումը վերցնենք բոլոր այն հնարավոր կառույցներից, որ գոյություն ունեն։ Այսինքն Եվրոպական միության հետ համագործակցությունը, մեր նաև արժեքային համագործակցությունը, այո, մշակութային համագործակցությունը, որը նաև վիզաների ազատականացման տեսքով կարող է խորանալ։ Բայց եթե տնտեսական կառույց ինչ որ առումով նաև քաղաքական տեսանկյունից չէ ազդեցություն ունենում է, բայց եթե օրինակ դու BRICS-ի միջոցով կարող ես խոշոր ենթակառուցվածքներ իրականացնել, BRICS-ի խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել ու դա քո երկրին օգուտ է, ինչու դա չպետք է անես։ Բայց չէ, հարցը մի քիչ այն կողմից է, թե ոնց ԵՄ-ն օրինակ կմեկնաբանի, հա, եթե ուզում ենք վիզաների ազատականությունը անենք, process-ը սկսել ենք, ենթադրենք դուք եք այսօր իշխանության, բայց համեն եք ուզում անեք, նույն բանն է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանին կամ իր քաղաքական թիմի մեղադրում ենք համ ԵՄ-ում եք, համ ԵԱՏՄ-ում եք։ Եթե դուք այո ասեիք ԵՄ անդամակցության մասին, այո, բնականաբար տարօրինակ կլիներ ԵՄ անդամակցության հայտ եւ BRICS-ում համագործակցություն, բայց եթե դու հասկանում ես, որ ԵՄ անդամակցությունը մոտակա տեսլական չի, ուղղակի համագործակցություն եւ ինտեգրացիայի շարունակում եւ BRICS-ի հետ համագործակցություն, այդտեղ որևէ խնդիր չկա, ոչ իրավական, ոչ, չէ, հակասություն չկա բացարձակապես։ Շատ լավ, եկեք խոսենք մի փոքր նաև ձեր եկամուտներից եւ բիզնեսներից։ Հայտարարագրերից։ Նո բիզնեսներից չէ, դա շատ բան է, չէ, եկամուտներից։ Եկեք այդ հարցը ես տամ։ Նախկինում Սուսին է իրաց թեման։ Սիրում եմ հայտարարագրներ։ Ուրեմն նախկինում Gmail SP-ի 50% բաժնեմասն եք ունեցել, որը հետագայում վաճառել եք։ Բայց այդ ժամանակ, երբ որ ունեցել եք, դուք 2020-ին աշխատել եք շրջակա միջավայրի նախարարությունում եւ դիմել եք էներգետիկայի ոլորտում գործունեության լիցենզիա ստանալու համար, ուզում ենք հասկանալ, այդ լիցենզիան հեկ կառուցելու համար էր։ Այստեղ պատահականություն, այո, պատահականություն չկա այստեղ, որ երբ շրջակա միջավայրի նախարարությունում եք աշխատում, տենց ընկերություն ունեիք, լիցենզիա ստացաք։ Բայց այդ տեսանկյունից ոչ մի քիչ չէր հարցրել, շատ հետաքրքիր էր, կեցեք։ Տեսեք, նախ այդ լիցենզիայի համար process-ները եթե արդեն լավ չեմ հիշում, որտեվ այն սկզբից ասեմ, ես հեկ չունեմ, որտեվ հեկ նշանակում է ունենալ կառույց, որը քեզ եկամուտ է բերում, ես հեկ չունեմ։ Իմիջիայլոց մի հատ դատական հայցել, հա, դատական հայց ենք ներկայացրել նաև Արթուր Հովհաննիսյանի դեմ, ով տենց ամբիոնից Աննա Գրիգորյանի հեկերը, իմիջիայլոց ասում եմ, որ իմ աչքերի մեջ նեք, հեկեր կտեսնեք։ Մի խոսքով հեկեր չունեմ, ոչ էլ հեկ ունեմ ամեն դեպքում։ Այդ թույլտվությունը ստացվել է շատ ավելի շուտ։ Այս պահին լավ չեմ հիշում, հավանաբար 17 թվականին։ Այդ ժամանակ դուք աշխատում եք շրջակա։ Ես ուսուցիչ եմ աշխատում։ Ես 17 հավանաբար 17 թվական, 17-18-ի սկիզբ ինչ որ sense մի բան ա եղել։ Այդ թույլտվությունը, որի 50% բաժնետերն եմ ես հանդիսացել, այսինքն թույլտվություն, որը ստացվել է շատ շուտ։ Հետո դրա համար պետք էր լրացուցիչ ֆինանսական բան ներգրավում, այսինքն խոշոր գումարի ներգրավում էր անհրաժեշտ, անդադ ձգձգվում էր, որովհետև այդ պայն հնարավոր չէր։ Ու արդեն եղավ պատերազմ, իմ արդեն քաղաքական գործունեություն ու ես որոշեցի, որ ընդհանրապես պետքա վաճառեմ իմ մասնաբաժինը, որովհետև Իսկ մասնաբաժինը ոնց էիք ձեռք բերել Տիկին Գրիգորյան 50%-ը։ 50% ուղղակի, այսինքն երկու գործընկերներով սկսել ենք այդ գործընթացը լիցենզիա ստանալու։ Լիցենզիա է եղել։ Ես լիցենզիայի 50%-ն եմ վաճառել։ Ու հիմա եթե անկեղծ վստահել չեմ, հիմա կառուցվել է այդ հեկը չի կառուցվել, որովհետև ես իմ բաժինը գոյություն թղթի 50%-ն եմ վաճառել, հասկանում եք, ու ես շրջակա միջավայրում աշխատել եմ ընդամենը 3 ամիս։ 3 ամիս եմ աշխատել ու դա որևէ առնչություն չէր կարող ունենալ։ Մի հետաքրքիր բան էլ տեսանք, ձեր ամուսինը այդ ընկերությունում տնօրեն է աշխատել։ Եվ այդ ժամանակ դուք ասում էիք, որ ձեր ամուսնու այդ ընկերությունում աշխատել ինչ որ ժամանակավոր բնույթ է, ինչ որ պայից ինքը դուրս է գալու, բայց մենք նայում ենք, բայց մինչև հիմա ինքը դեռ այդ ընկերության տնօրեն է։ Ես վստահ եմ, որ դա տեխնիկական ինչ որ բան է, բնական անձանց պետական ռեգիստրում ենք տեսել։ Եթե դա դեռ չի փոխվել, վստահ եմ մենք կդիմենք կփոխվի, որովհետև կա ոչ մի առնչություն չունի։ Նույնիսկ եմ ասում, ես պետք է նույնիսկ դուք հետաքրքրվել եք այդ լիցենզիան հեկ դարձել է, շենք դարձել է, շինություն դարձել է, թե չէ, որովհետև ես թղթի իմ բաժինն եմ տարել ու մենք բացարձակապես կապ չունենք։ Եթե իմ ամուսին դեռ պաշտոնա, նույնիսկ այն ժամանակ, երբ որ ինքը թղթի
թղթով տնօրեն երգոյություն չունեցող բաներ, այսինքն թղթի վրա էր տնօրեն։ 25 թվականի դրությամբ ըստ ռեգիստրի տվյալների ձեր ամուսինը մինչև հիմա դեռ ընկերության տնօրենը, չնայած դուք ասում եք, որ ավելի շուտ եք ասել, որ դա ժամանակի հարց է եւ շուտով դուրս է գալ։ Դա կարծեմ 23 թվականին Ես վստահ եմ, որ պետքա դուրս եկածներ, որովհետեւ նորից եմ կրկնում, տնօրեն լինելու հանգամանքը պայմանավորված էր, որ ես 50% մասնաբաժին ունեի, երբ որ դու չունես այդ մասնաբաժինը ու այդ հեքն էլ գոյություն չունի, հասկանում եք, կա թուղթ, ընդհանրապես թուղթ է, որի հետ այլևս դու կապ չունես։ Մնացածը տեխնիկական հարցեր են, որոնք պետքա երևի ավելի ճիշտ թղթային ձևակերպում ստանան։ Հասկանալի է։ Քանի ձեր ամուսնության խոսում են հարցեր ունենք, էլի ինձ շատ դժվար է, էլի տենց բաներ, կոռուպցիոն, ինչ որ բաներ գտնել, մի քիչ դժվար է կներեք, հա։ Բայց դες ոնց ստացվում է, ինչ որ հետաքրքիր Այսինքն հիմք կա որ ստացվում է հասկացածին։ Չէ, բայց ձեր ամուսնու պահով մի հարցալ 2018 թվականին սնանք է ճանաչվել շուրջ 3 միլիոն դրամ գույքարկ չվճարելու պատճառով, չէ։ Մեքենաների գույքը։ Ես անկեղծ արդեն դա ես չգիտեմ քանի որ երրորդ անգամ եմ ասել։ Այդ process-ը գործընթաց է գնացել, հետո գումարը վճարվել է, անցել գնացել է։ Ես չգիտեմ այդ որտեղից եք իմ։ Ես դες խնդրելու եմ Նարեկ, հա, պետքա ինձ փոխանցեք մի հատ ուսումնասիրել։ Okay, եթե ձեր ամուսնու անունով գրանցած գույքի մասով տարիներ շարունակ կուտայքվել էին միլիոնավոր դրամների հարկային պատկեր, ինչպես կարող եք դա գնահատել որպես հարկային պաշտոն զբաղեցնող անձի ֆինանսական պատասխանատվության ու նաև թափանցիկության տեսանկյունից։ Հա, տեսեք, իրականում դա եղել է, եթե չեմ սխալվում, մի մեքենայի համար, որը չի օգտագործվել, երկար ժամանակ ինքը չօգտագործող մեքենա է։ Բայց 3 մեքենա են եղել։ Հա, չօգտագործող մեքենա, հիմնական չվարվող մեքենաներ են եղել, մեկը, այսինքն ընտանիքը էր եղել, կարծեմ։ Հա, մեկը ինչ որ լիմուզին, Լինքոլն, եթե չեմ սխալվում, այսինքն չօգտա հիմա այդ մեքենան կանգնած է, ինքը խնդիր ունի, չի աշխատում, այսինքն տենց մնացել էր, տենց իրականում հավանաբար կուտակվել է ու գնա վճարվել է գումարը, վերջացել։ 2021-ին ձեր ամուսինը աշխատանք ուներ։ Իմ ամուսինը միշտ աշխատանք ունեցել։ Դա ինչի՞ չի հայտարարել եկամուտ։ Եթե չեմ սխալվում, ԱԶ-ի տեսքով, չէ, միշտ ինչ եղել է հայտարարագրվել է։ Նու, եթե ասում եք աշխատանք ունեցել, ուրեմն 2021-ին պիտի եկամուտ ունենար, բայց 2021-ին եկամուտ չի հայտարարել։ Դե ուրեմն 21-ին պետք է մի հատ նայել, կարող է հենց այդ ժամանակահատվածում չի եղել։ Նաև Gmail SP-ի ներկայացվածությունը չի հայտարարել, այսինքն Ինչ ներկայացվածություն, որ ինչ է արել այդ ժամանակ, երբ որ ինքը տնօրեն է եղել, ինչի տնօրենը։ Տնօրենը չի եղել Gmail SP-ի։ Որ SP-ի, որը գոյություն չունի, որ թուղթ է դեռևս։ Չէ, այն ժամանակ, երբ որ դուք ասում եք, երբ որ որպեսզի անկալումներն է լինի, երբ որ մարդ տնօրեն է, ենթադրվում է, որ ինքը աշխատավարձ է ստանում, որ ինքը ինչ որ գործունեություն է ծավալում, ու ինքը այդ գործունեության ծավալման ընթացքում գումար է ստացել, որը չի հայտարարել, չկա, չէ՞ նման բան։ Չէ, նկատի ունենք ոչ թե գումարը չի հայտարարել, այլ իր ներկայացվածությունը հայտարարում, պետք է ես ներկայացվածությունը վստահ եմ, որ դա մենք արել ենք։ Բան չենք նշել իր տնօրեն լինելու հանգամանքը։ Ոչ, դուք հայտարարել եք, որ հավատարմագրման հավատարմագրել եք այլ մարդու, ճիշտ եմ հասկանում, որ ձեր մայրիկին եք հավատարմագրել։ Իմ ամուսնու մայրիկին, հա, ամուսնու մայրիկին, շատ լավ։ Երջանկայիշ։ Տիկին Գերքոյան, էլի ձեր հայտարարագրերից մի երկու թվերել հնչեցնենք ու կուզենք նաև մեկնաբանություն ստանանք։ Ձեր հայրը ըստ հայտարարագրի ձեզ նվիրաբերել է 15 միլիոն դրամ։ Այո։ Կարող եք պատմել, թե ոնց է գումարը գոյացել։ Հա, տան վաճառքից առաջացած գումար է, տան վաճառք, որը բաժանվել է ընտանիքի անդամների միջև։ Ոչ մի արտասովոր բան չկա։ Մենք սիրում ենք հայտարարագրերն այդ։ Ես շատ ուրախ եմ եւ ես գիտեք որ ձեր հետևորդն եմ եւ հենց ձեր հետ ազատությունները նաեւ հրապարակայնացնում եմ մարդիկ այդտեղից հատկապես իշխանությունը շատ ծանր է տանում երբ որ ես տարբեր նման հետազոտություններ հրապարակային դարձում այսինքն ձեր հրապարակումները ավելի հնչողություն եմ տալիս ձեր հրապարակումները այնպես որ շատ լավ է որ այդքան մանրամասնություններով ուսումնասիրում եք բայց վստահաբար կարող եմ պնդել որ իմ անձի շուրջ ինչ որ sense բաներ գտնել բավականին բարդ է իսկ եթե ինչ որ մի բան էլ տեխնիկական վրիպակների մակարդակով կարող է լինել։ Տենց պատմություններն են հետաքրքիր, որովհետև ինչ որ մի բայ տեխնիկական վրիպակը կարելի է լրիվ այլ պատմություն դառնա։ Դրա համար եթե գիտենք, որ հայտարարագիրը պիտի պատշաճ լրացվի ու տեսնում ենք ինչ որ անհամապատասխանություններ, միշտ ուզում ենք այդ հարցը բարձրաձայնել։ Չէ, օրինակ եղել է մի անգամ իսկապես կենտրոնական
Հա, այո, այնտեղ ներկայացված հայտարարից հետո ինձ ուղարկել են, որ այնտեղ հավատարմագրման հետ կապված այդ գոյություն չունեցող հեկը ես այդ գոյություն չունեցող հեկի հետ կապված հավատարմագրման բացելիք հեկ կառուցելու համար։ Այո, հասկանալի։ Հա, այսինքն այդտեղ իրականում բաներ կար, որ հետո ինձ ուղարկել են, միգուցե հենց դրա շրջանակներում ա եղել։ Ինձ ուղարկել են, ես այդ վրիպակները, այսինքն ինչ որ բաց թողում եղել է, ուղարկել եմ ու դրանով ավարտվել է։ Մեկ հարց էլ հայտարարում հետ կապված, որ ձեր տնօրինման տակ եղել է Audi Magnus-ի մեքենա, որը 2024-ին ձեզ նվիրատվություն են արել։ Դա ոնց որ այդ մեքենան ձեզ անձնապես չի պատկանել, բայց եղել է օգտագործման մեքենան օգտագործման, հա։ Ձեզ ով է նվիրատվություն։ Չէ, իմ էլի ընտանեկան մեքենա էր, ուղղակի ուրիշի անունով էր գրված, բայց իմ մեքենան էր։ Հետո բայց վաճառել եք նույն տարվա մեջ։ Հա, որովհետև ես պետք է վաճառեի, ամեն դեպքում ընտանիքի այդ անունով որ գրված էր, ճիշտ չէր որ իրա կողմից այդ վաճառքը իրականացվի։ Պետք է վաճառվեր, ձեզ նվիրատվություն են արել, որ դուք վաճառեք։ Հիմա օրինակ նույն բանը, չգիտեմ արդյոք սա որևէ մեկին հետաքրքիր է, ասեն շատ ենք մանրանում բաների մեջ, որտեղ իսկապես բան չկա։ Մարդկանց ֆինանսները եւ փողերը։ Բայց դա իմ մեքենա, բոլորը գիտեն, որ ես վարել եմ Audi մեքենա, իմ միջոց ամենասիրելի Magnus-ն էլ Audi-ն է։ Ես Audi մեքենա եմ վարել, հետո հասկանալով, որ ես Երևանում իմ սիրտը կանգնում է մեքենա վարելուց, պարկինգից եւ այլն, որոշել եմ, որ ես իմ մեքենան պետքա վաճառեմ, բայց քանի որ այդ ժամանակ երբ որ ձեռք ա բերվել մեքենան, իմ անունով չի ձեռք բերվել, իմ ընտանիքի այլ անդամի անունով ա ձեռք բերել։ Այդ նվիրատվությունը կազմակերպվել է, ես վաճառել եմ, այստեղ այսինքն հակաօրինական բան չկա, տեխնիկական հարց ենք լուծել։ Նույն տրամաբանությամբ հիմա մեր տունը, որտեղ ես ու իմ ամուսինը եւ իմ ընտանիքը ապրում ենք, 15 տարուց ավել է մենք այդտեղ ենք ապրում, այսինքն ինչ ամուսնացել եմ, այդտեղ ենք ապրում, բայց այդ տունն էլ ոչ թե իմ ամուսնու անունով է, էլի իմ ամուսնու եղբոր անունով, ընտանիքի անդամի անունով է։ Կարծում եմ ճիշտ կլինի, որ յուրաքանչյուրը սենց ինչ որ ճշգրիտ լինի ու տունը եւ այլն, բայց մենք բան ենք, սենց մեծ ընտանիք ենք եւ տենց խնդիրներ չենք դիտարկել էլի։ Դե եկեք հնեւ հաշվի առնենք, որ դուք պաշտոնյա եք, բարձրաստիճան պաշտոնյա եք, միանշանակ վերաբերող ցանկացած ինֆորմացիա, մասնավորապես ինչ որ արքի, վաճառքի, գումարների եւ այլնի հարցով միշտ ավելի ուշադրության կենտրոնում է հետաքրքիր է։ Շնորհակալություն բարձրաբանման համար։ Այդ թվում ուշադրության կենտրոնում է ձեր նախկինում արված գրառումները Տիկին Գրիգորյան 2019 թվականին մի Facebook-յան գրառում էի կարել Մել Դալուզյանի մասին ֆիլմը անվանել էի Կապազգային քայլ, իսկ առասարակ LGBT թեմաներով հրապարակումներում, որը ես գտել եմ ու երկու հրապարակում եմ գտել, խոսում եք LGBT քարոզի, սանձարձակության քարոզի ու երեխաների ապագայի համար վտանգների մասին։ Ինչով է պայմանավորված, որ այսպիսի զգայուն ու ավելի խտրականացված խմբերի մասին այս նմանատիպ եք խոսում, հա։ Ոչ թե, այսինքն եղել է, եթե հիշում եք, պետական աջակցության մասին էր խոսքը։ Ես գիտեք, ես խնդիր չունեմ որևէ կողմնորոշման ունեցող անձանց հետ։ Խնդիրը իմ ավելի, ես խնդիրը բարձրացնում եմ այն համատեքստում, որ պետական ֆինանսավորմամբ, օրինակ կարելի է մեր մեկ այլ սպորտսմենի նկատմամբ իրականացվող, հա, իրագործունեությունը լուսաբանվել, ու ես կարծում եմ, որ դա ավելի ճշգրիտ կլիներ, դա ավելի արդար կլիներ։ Ես պետական ֆինանսավորման չեք կարծում, որ մի քիչ կխորացնի օրինակի համար պետական ֆինանսավորման թեման եմ ես այդտեղ ընդգծել, որովհետև այդ ժամանակահատվածում ես հիշում եմ, որ նաև Լևոն Արոնյանի նկատմամբ, Հենրիկ Մխիթարյանի նկատմամբ, ասենց ինչ որ գեներացվող վատ տրամադրություններ կան, եւ այդ ֆոնին, երբ որ Մել Դալուզյանի նկատմամբ հա պետական ֆինանսավորմամբ բաներ գնում, ֆինանսավորմամբ պետքա ֆիլմ նկարահանվեր, ես այդ ֆոնը ես կարծում եմ, որ ճիշտ չի, որ պետական ֆինանսավորմամբ այլ շեշտադրումներ պետքա իրականացվեն։ Տիկին Գրիգորյան, եթե ապագա խորհրդարանում հակախտրականության օրենքը գա ԱԺ, դեմ կքվեարկեք թե կողմ, եթե նաև սեռական կողմնորոշման հակախտրականության օրենքը։ Ես չգիտեմ ոնց որ ինչքանով եք հակախտրականության օրենքը, որը շատ երկար ժամանակ է ասում են իշխանությունները, որ պիտի ընդունեն եւ մինչեւ որսալ չեն ընդունել, հետաքրքիր է նաև ընդդիմության տեսակետը հակախտրականության օրենքի մասին, որովհետև խտրականության թեմայով բավականին բացեր ունի Հայաստանի Հանրապետության օրենքը, այդ թվում սեռական կողմնորոշման պայմանավորված մարդկանց նկատմամբ խտրականության թեմայով, հետաքրքիր է եթե այս մասն էլ ընդգրկվի օրենքի մեջ եւ գա ազգային ժողով դեմ կքվեարկեք։ Ես պետքա օրենքը իսկապես պետքա նայել, հետո չի կարելի sense բացեր ունի խտրականության թեմայով։ Ընդհանրապես հիմա մենք փոքրամասնությունների մասին ենք խոսում, իսկ այսօր այնպես չի, որ
տարբեր մարդիկ են խտրականության ենթարկվում իրենց քաղաքական հայացքների, իրենց կրոնական հայացքների համար եկեղեցի աղանդավոր, այսինքն այդ խտրականությունը ամենուր է կա եւ ցանկացած խտրականություն բնականաբար անընդունելի է։ Օրինակ ես կարծում եմ մենք ամեն դեպքում հաղթահարել ենք ազգային փոքրամասնությունների նկատմամբ այդ խտրականությունը, հատկապես ազգային ժողովի ներկայացվածությունը կարծում եմ կարևոր կոմպոնենտ է եղել, բայց օրինակ երբ որ հարցը վերաբերում է ձևակերպում, հիմա որ ասում եք ես հետ եմ գնում այդ թվերին, ձևակերպումներ կար թե օրինակ ընտանիքը ինչը կարող է համարվել, հա, ընտանիք ձևակերպումը ռեգիստրով, պետրեգիստրով ամուսնություններ եւ այլ, ամեն դեպքում ինձ համար իմ հայացքն այնպեսին է, որ ամուսնությունը պետք է համարվի կնոջ եւ տղամարդու միություն, այսինքն ԶԱԳՍ-ով գրվելը նկատի ունեմ այդ երկուսի միջև միասին, բայց ես խնդիր չեմ տեսնում ցանկացած այլ միավորումների հետ կապված։ Երիտասարդության թեմային անդրադառնանք երիտասարդության թեմային, շփվում եք հաճախ երիտասարդների հետ։ Այո, իմ ամենասիրելի գործը երիտասարդների հետ շփվելն է։ Եվ ինչ տպավորություններ ունեք, ինչ խնդիրների մասին են կիսվում ձեզ հետ։ Երիտասարդական խնդիրներ։ Հենց ասացիք, գիտեք ինչ եմ հիշում, որ ընտրություններից առաջ ասում էին, որ երիտասարդները ապա քաղաքական են, երիտասարդները ընտրություններին չեն մասնակցելու եւ որևէ կերպ, բայց բարձրացած որ բավականին մեծ թվով երիտասարդներ մասնակցել են ընտրություններին, եթե չեմ սխալվում 50-ից ավել թվով 57%, ինչը շատ մեծ ցուցանիշ է, ու ես կարծում եմ, որ ինչի արդյունքն է դա ըստ ձեզ։ Այո, ձեր ակտիվ գործունեության արդյունքն է վստահաբար, այնպես որ ես շատ ողջավորված եմ, որ երիտասարդները այսչափ հետևում են, հետաքրքրված են եւ որովհետեւ սա իրենց երկիրն է, հետաքրքրությունն է։ Բայց հա, երիտասարդների հետ խոսելիս ինձ ասում են, որ օրինակ համալսարանը ավարտելուց հետո իսկապես հնարավորությունը շատ մեծ չի հասկանալու համար, թե որտեղ կարող են գնալ աշխատելու եւ ուսանողության տարիներին շատ կարեւոր է, որ համագործակցություն լինի կրթական ոլորտի եւ բիզնես պետական ինստիտուտներ, այդ ոլորտի միջև համագործակցությունը լինի, որ համալսարանական կրթությունը չլինի լոկ կրթություն, այլ լինի ինչ որտեղ նաև պրակտիկ հմտություններ ձեռք բերելու հնարավորություն։ Այսինքն պետք է հասկանալ, թե նաև այդ կրթություն աշխատաշուկա կապը ոնց է հնարավոր մաքսիմալ ճիշտ կազմակերպել, որ կրթություն ստանալուց հետո մարդիկ երիտասարդը շատ երկար չմտածի, արդեն կրթություն ստանալու ընթացքում պատկերացնի, թե որտեղ կարող է իր գիտելիքները եւ հմտությունները իրացնի։ Ես շատ առնչվել եմ ԵՄ վիզաների հետ կապված հարցին, երիտասարդներին հուզում է այդ հարցը։ Եվ որպես մարդ, ես էլ որպես քաղաքական գործիչ ասել եմ, որ դա մեր առաջնահերթությունների մեջ է։ Պետք է ամեն բան անել հասնելու ԵՄ ազատականացմանը, որովհետև բազմաթիվ դերվագներում ոչ միայն ուղղակի տուրիստական վիզայի մասն է խոսքը, նաև կրթական վիզաների եւ այլն, ու դա դե կարծում կրթական վիզան հիմա ավելի հեշտ է ստանալը, քան տուրիստականը։ Հա, այդ տուրիստականը իսկապես մեծ խնդիր է։ Մենք դեսպաների հետ երբ որ շփվում ենք, քաղաքական խնդիրներից զատ նաև այդ հարցն ենք բարձրացնում։ Այսինքն ամիսներով հերթեր կան, ընդ որում երբեք այսքան վատ չի եղել։ Հիմա ինչքան ասում են մենք ԵՄ ենք գնում, ԵՄ անդամակցության մասին օրենք ենք ընդունում, այնքան ավելի բարթանում է ԵՄ գնալը փաստացի։ Հաստատման արդյունքը չի Տիկին Գրիգորյան, ոնց որ ոչ մենակ մեր երկրում չի։ Չէ, տեխնիկական ինչ-որ բաներ էլ կան, իհարկե, երբ որ դեսպանատները պատվիրակել են իրենց գործառույթները X կազմակերպություններին, այդտեղ էլ ինչ-որ խնդիրներ կան, բայց ամեն դեպքում փաստն այն է, որ ամիսներով հերթագրումներ այդ կներեք բառիս համար լևի փողեր, որ շրջանառվում է փողը տալիս ես հերթագրում ես անում եւ այլն, ինչը վատ անդրադարձ ունենում երբեք։ Եթե ինչ դիպլոմատիկ բան ունենք, անձնագիր ունենք, դիվանագիտական անձնագիր, եթե ինչ, հա, բայց բնականաբար մեզ մոտ այդ հարցը չի առաջանում, բայց բազմաթիվ է։ Լավ դիվանագիտական անձնագիր։ Ամեն դեպքում ես ունեմ ընկերներ, ովքեր տուրիստական գործակալություններ ունեն եւ իրանք էլ են ասում, որ այդ խնդիրը կա, այդ գումար ձախ փողերի շրջանառությունը, հերթագրումներ, անընդհատ երկարաձգումները։ Հիմա այսօր օրինակ աններ չեմ տա, բայց դեսպանատներ կան, որոնք ընդհանրապես այնքան են խստացրել վիզա տալու հնարավորությունը, հատկապես ամառային սեզոնի, որ չես հասկանում իմաստը որը։ Այսինքն այդ խնդիրները կան եւ երիտասարդությունը նաեւ վիզաների հետ կապված խնդիրն է բարձրաձայնում, աշխատաշուկայի հետ կապված խնդիրներն է բարձրաձայնում։ Տարբեր մարզերում իհարկե Երևանում մի քիչ ուրիշ է, որովհետեւ բոլոր ժամանցային վայրերի հնարավորություններ, ամեն տիպի հնարավորություն կա։ Մարզային երիտասարդության համար որոշակի
խնդիրներ կան եւ դա պետք է լուծվի ժամանցից մինչեւ սպորտ, մշակութային որոշակի բանի միջավայրի ձևավորում, այսինքն շատ տարբեր է, ըստ նաեւ ռեգիոնի երիտասարդությունը տարբեր խնդիրներ ունի, բայց նաեւ մենք ինչ էինք առաջարկում ամենակարևորը, որ երիտասարդները, հատկապես ուսանողները շատ կարևորում էին անվճար կրթության հնարավորություններ պետական համալսարաններում։ Եվ ես համոզված եմ, որ հնարավոր է հասնել դրան, որ պետական համալսարաններում մեր երիտասարդները սովորեն անվճար։ Ազգային ժողովում կբարձրաձայնեք այս հարցը։ Ես կբարձրաձայնեմ, դուք կլսեք ինչպես է դա մերժում, ցավոք սրտի, բայց պետք է հասնել նրան, որ իշխանափոխությունից հետո ես դա ինձ համար այսպես գիծա, որ կարելի է հասնել հետո լրիվ դույն առաջարկը նաև իշխանությունը անի, ոնց դուք եք ասում, որ տենց է։ Ես շատ հուսով եմ, թողանեն, չնայած այս ԵԱՏՄ, ԵՄ-ս ֆոնին տնտեսական բան խնդիրներ են առաջացել ու դրա բերումով դժվար ֆինանսական այդպիսի հնարավորություններ ստեղծվի, որտեղ ի վերջո եթե այս օրինակ թոշակների բարձրացման հնարավորություն, առողջապահության ապահովագրություն եւ այլն, այդ գումարների զգալի հատվածը ԵԱՏՄ շուկայի շնորհիվ է։ Հիմա քանի դու դեռ չես, ելի եկանք նախորդ թեմայում, չես դիվերսիֆիկացրել, իրական հողի վրա այլընտրանքը չես ստեղծել, մի քիչ բարդ է այդ ամեն ինչի մասին խոսելը։ Եվ վերջին հարցը 5 տարի անց կառաջադրվեք վարչապետի թեկնածու։ Այդ շատ կախված է այս տարիների ընթացքից, օրինակ երբեք այդպիսի բաներ, այսինքն բարձր է որ մարդ ունենում է որոշակի պլաններ, պլանավորումներ, բայց օրինակ 21-20 թվականին, երբ որ ես մանդատը վերցրեցի ու հայտարարեցի, որ ես դուրս եմ գալիս իմ քայլի խմբակցությունից եւ անկախ падգամավորի գործունեություն եմ ծավալելու, այդ ժամանակ ինձ թվում էր դա մի քայլանի ուղակի ակցիա, որ ես իմ ըմբոստությունն եմ ցույց տալիս Արցախի հետ կատարվածի համար։ Ու ես հետո չէի պատկերացնում, որ պետքա падգամավորական գործունեություն հետո շարունակեմ, որ ես հետո բավականին ակտիվ պետքա լինեմ, որովհետև եթե նույնիսկ նկատեք լինել վարչապետ, բայց եթե դուք նույնիսկ անդադ եթե նույնիսկ նկատեք, այն ժամանակվա իմ ելույթները բանը շատ ավելի ոչ պատրաստ եւ այլն, այսինքն տարիներ անցնում ու դու գալիս ես նրան, որ դու հա հիմա կարող ես հաստատ падգամավորական գործունեությունը շրջանակներում դու կարող ես քեզ դրսևորել քո հայացքները արտահայտել եւ այլն եւ այլն։ Տեսնենք ինչ 5 տարի հետո ինչ կլինի, բայց հուսամ եւ մենք ամեն բան պետք է անենք, եթե ընտրությունների արդյունքները այսպես են ֆիքսվելու Սահմանադրական դատարանի կողմից եւ դրանք փոխվելու հնարավորություն չեն ունենալու առաջիկայում, մենք ամեն բան պետք է անենք, որ դա 5 տարի հետո չլինի այդ փոփոխությունը։ Պետք է շատ ավելի շուտ լինի։ Եվ հուսով եմ մենք մեր ծանրակշիռ մասնակցությունը կունենանք, ես էլ իմ համեստանձով որոշակի ներգրավվածություն կունենամ այդտեղ։ Շնորհակալություն։ Բայց եթե նման բան լինի, ես անպայման կգամ ձեզ մոտ։ Սիրով կխոսենք, այո։ Շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես շնորհակալ։ Infocom-ի եթերում Control Z-ներ, մեր հյուրն էր Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։